Զրույցը լինելու է ոչ քաղաքական։ Այդ ավելի զգացմունքային է, քան ստեյս։ Ամբողջ լսարանում մի հոգի կար, որին բոլորը ուշադրություն էին դարձնում։ Իսկ թվում է տղամարդը չպետք է էլի խոսա իր կնոջ մասին, իր կնոջ ներկայությամբ, թե ինքը ինչով էր յուրահատուկ։ Ասի ես բան եմ, կարիճ եմ։ Վայ, դու կարիճ ես, բայ եւ այլն։ Այդ կարիճի հետ կապված շուտ առակա, չէ, հատուկ չասեմ իր ձևի։ Ինձ շատ հետաքրքիր է, ինչու հենց նա։ Ինքը մտավ այդ ցեխի մեջ, այդ իր ասած սպիտակ շորերով, հրելով մեկ մեքենա ցեխից հանեցինք։ Վերջին անգամ երբ եք ձեր էմոցիաների մասին խոսել իրար հետ։ Այն ամենասկզբի այդ ռոմանտիկ այդ արտահայտությունները, այդ ամեն ինչ որ տենց հայացքից որ բան ես լինում, տենց բռնկվում ես բան, ոնց որ իրանք դրա փուլը իր տեղ ունի, բայց ինքը ոնց որ անցնում է։ Հետաքրքիր հարց եք տալ էլի, որովհետեւ մեկ-մեկ ես ինձ բռնում եմ այդ մտքի վրա, որ մենք իրար հետ այդքան շատ չենք շփվում։ Եկեք դուք զոհմի գնացեք, ուղղակի սպիտակինին վայելեք։ Ռուբեն Վարդանյանին վերջին անգամ երբ եք տեսել։ Վայ։ Ինչ է զգում կինը, երբ ամուսինը բանտարկված է։ Ինչ պիտի անեմ ես այսօր, որպեսզի ինքը կարողանա բանտից դուրս գա։ Այն մարդիկ, որոնք այդ սադրանքը սարքել էին, ինձ ազատազրկել էին եւ այլն, հասկացան, որ եթե ես դες կին ունեմ, իրենք չեն կարող ախտել։ Սկզբից իհարկե կա այդ միգուցե ափսոսանքը ցավը, որ գիտես որ երեխան իր ունակությունների, իր հնարավորությունների սահմանափակ կլինի։ Ուշ հասկացանք դա, ինքը արդեն 4 տարեկան էր, երբ որ մենք սկսեցինք հասկանալ, որ իր մոտ աուտիզմի դրսևորումներ կան։ Այդ էմոցիաները բան կարան դրա հետ կապված լինեն։ Կարող ես խղճալ քեզ, բա ոնց կլինի, բա ինչի ես, մենք չի մեր ընտանիքը, բա մենք ինչ ենք արել։ Անիմաստ խոսակցություն։ Ոչ մի բան ասենք տանը, ասենք չշեղի, ես երևի ամբողջ օրը սպորտով կզբաղվեմ։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Կտուր AM։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Երևի բոլորդ արդեն զգում եք գարնան շունչը եւ անհամբեր եք, թե երբ է լինելու էլ ավելի տաք, որպեսզի վայելենք արևը եւ իհարկե այն գեղեցկությունը, որ շրջապատում է մեզ։ Խոսքս իհարկե հատկապես գյուղերում ապրող մարդկանց մասին, ովքեր հնարավորություն ունեն վայելելու բնություն, անտառ, գետ, ծաղիկ։ Իսկ մենք Երևանում կփորձենք իհարկե մի կերպ դիմակայել եւ հաճախ գալ Հայաստանի մարզեր։ Շուտով արդեն ամառ է լինելու եւ ձեզանից շատերը իհարկե մտածում են իրենց երեխաներին ճամբար ուղարկելու մասին։ Վաղուց արդեն նորաձև է դարձել ճամբար ուղարկել ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաեւ Հայաստանի տարածքից դուրս։ Եվ շատ ընկերություններ այսօր իհարկե անում են ամենատարբեր առաջարկները, որպեսզի ձեր երեխաներին ամռանը ապահովեն հրաշալի ճամբարային արձակուրդներ։ Եվ ահա երկար փնտրտուքներից հետո ես գտա այն ընկերությանը, որին կվստահեմ իմ երեխայի ամառային ճամբարը, հատկապես որ նա երազում էր լինել Լոնդոնում։ Ես որոշեցի, որ իմ դստրիկին կվստահեմ միայն Progress Camp ընկերությանը, որը արդեն երկար տարիների փորձ ունի այս ոլորտում եւ ոչ միայն Լոնդոնում, այլ նաեւ աշխարհի շատ տարբեր երկրներում իրականացնում է եւ կազմակերպում է ամառային ճամբարներ։ Ինչու հենց Progress Camp-ը։ Նախ ասեմ, որ դուք էլ ձեր երեխաներին կարող եք գրանցել մինչև ապրիլի 5-ը ներառյալ, որովհետև հասկանալի է, որ դրանից հետո արդեն բարդ է լինելու։ Դրա համար շտապեք։ Նախ ճամբարը տևելու է 2 շաբաթ, ինչը ի տարբերություն մյուս ընկերությունների իհարկե բավականին երկար ժամանակահատված է, որովհետև ընդգրկուն ծրագիր ունեն։ Առաջին 1 շաբաթը երեխաները բնակվելու են Լոնդոնում, երկրորդ շաբաթը բնակվելու են Քեմբրիջում։ Իհարկե նրանք ունենալու են հագեցած դասապրոցես, վերադառնալու են հրաշալի անգլերենով, նոր մշակույթ ուսումնասիրած եւ իհարկե վառ տպավորություններով։ Ինչ են երեխաները ուսումնասիրելու եւ տեսնելու։ Ինձ մնում է հիշեցնել, որ Progress Camp-ի կազմակերպած ճամբարը Անգլիայում տևելու է հուլիսի 26-ից մինչ օգոստոսի 2-ը։ 2 շաբաթ ազատություն առանց երեխայի։ 2 շաբաթյա ճամբարի ընթացքում երեխաները կունենան ամենօրյա տուրեր Լոնդոնում եւ Քեմբրիջում, անգլերեն լեզվի միջազգային դասեր, 20-ից ավելի տեսարժան վայրերի այցելություն, մասնակցություն շոուների եւ իհարկե ակտիվ ժամանց։ Եվ շատ կարեւոր է նշել, որ կունենան 24/7 հսկողություն։ Progress Camp-ը նաեւ ապահովում է վիզայի 100% աջակցություն։ Ճամբարը կսկսվի հուլիսի 26-ին եւ կավարտվի օգոստոսի 2-ին։ Սիրելի հետևորդներ, ես հիմա կասեմ, թե ովքեր են լինելու Հերմնե դիալոգի այս թողարկման հյուրերը։ Միայն թե խնդրում եմ, մի քաղաքականացրեք իմ նախագիծը,
որովհետև ես այստեղ հրավիրում եմ մարդկանց ոչ թե ելնելով նրանց քաղաքական հայացքներից, այլ պարզապես առաջնորդվում եմ այն մտքով, հետաքրքիր են նրանք ինձ, թե հետաքրքիր չեն։ Եվ բացարձակ չի բացառվում, որ իմ նախագծին կարող են հյուր լինել տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, այնպես որ շեշտը դնում ենք ոչ թե քաղաքական հայացքների վրա, այլ մարդկանց կենսագրության եւ բովանդակության վրա։ Այնպես որ ուրախ կլինեմ, եթե հիմա ժպտակ եւ լսեք իմ հյուրերի անունները։ Այսօր ինձ մոտ հյուր են լինելու Հայաքվե միության համակարգող Ավետիք Չալաբյանը եւ նրա ճգնախ տիկին Անահիտ Ադամյանը։ Մի շատ յուրահատուկ զույգ, որը կարծում եմ դեռևս չի ունեցել այնպիսի մի հարցազրույց, որի ընթացքում կարողանան ամբողջովին բացվել որպես զույգ եւ պատմել իրենց կյանքի պատմությունը։ Ես այդ հնարավորությունը չէի կարող բաց թողնել։ Գնամ դուռը բացեմ։ Բարև ձեզ։ Համեցեք։ Հերմինե, շատ հաճելի է տիկին Անահիտ, համեցեք, ողջույն, հաճելի է շատ։ Պարոն Չալաբյան, տիկին Ադամյան, շնորհակալություն ձեր այս հատկապես ձեր այս խառը զբաղված քաղաքական թոհուբոհի մեջ ժամանակ գտնելու եւ ժամանակ տրամադրելու նաեւ այս հանդիպման համար։ Ես մարդկանց ի սկզբանե մինչ ձեր գալը արդեն հայտարարել եմ եւ մեկ անգամ եւս ուզում եմ ամրապնդեմ, որ զրույցը լինելու է ոչ քաղաքական։ Ես ուզում եմ ձեզ հետ զրուցել որպես մարդիկ, հայ մարդիկ, ընտանիք, ովքեր հաստատ շատ պատմելու բան ունեն քաղաքականությունից բացի, ինչ կասեք։ Մեծի։ Շատ շնորհակալ եմ իրականում այս հրավերի համար։ Կփորձենք բացահայտել։ Չէ, որտեղ ձեր տուրը խերով լինի։ Շնորհակալություն։ Ենք ձեզ հյուրընկալվել եւ ձեր տրամադրության տակինք։ Հաճելի, տիկին Ադամյան, մի գաղտնիք եմ ուզում բացել։ Որը գուցե սկզբից լսելուց մի փոքր տենց շատ դուր կարող է չգալ, բայց ես ասում եմ այն ինչ որ մինչ այս պահը ինձ ասել են բոլոր այն մարդիկ, ովքեր որ լսել են, դուք ինձ հյուր եք գալու։ Միաբերան բոլորն ասում էին, չէ, այնպես չի որ ես հայտարարել էի, բայց ինձ շրջապատող մարդիկ ասում են, բայց վստահ ես որ լավ հաղորդում կստացվի, ասում եմ ինչու, բայց իրենք շատ զուսպ են։ Ասում հա, ես գիտեմ որ զուսպ են եւ դրա մեջ ոչ մի տես զարմանալի բան չկա ինձ համար։ Որտեղ խնդիր է, չէ՞, բարեկերտ մարդիկները, զուսպ մարդիկները։ Չէ, հիմա բարեկրթության մասին չէր վստահաբար, դե ձեր ընտանիքը իհարկե հայտնի է որպես բարեկերտ ընտանիք, բայց ձեր զսպվածությունը հավանաբար էկրաններից միշտ զգում են մարդիկ։ Այդ զսպվածությունը տենց միասին կերտած ճանապարհ անցած մարդկանց փոխհարաբերությունների արդյունք է, թե երկուսդ էլ ուղղակի այդպեսին եք եղել։ Այսօր ուրեմն առավոտյան ChatGPT-ին հարցրել եմ դրա մասին։ Զսպած եմ թե ոչ։ Չէ, ընդհանրապես հարցրել եմ։ Ասաց որ զսպվածությունը ձեր առավելություններից մեկն է, բայց չի կարելի լինել չափից դուրս զուսպ, որտեղ դա մարդիկ կարող են ընդունել որպես սառնության ու մեծամտության նշան։ Ահա։ Մենք ձեր հետ պետք է փորձենք այդ ջարդել։ Ոսկե միջին է գտել, որովհետև չէ, ասեմ ձեզ էլի անկեղծ։ Երբեք չեմ պատկերացնում, որ ես լինեմ ամբռնած բոսիկ կամ առավել եւս ասենք վուլգար գրեհիկ եւ այլն։ Բոլոր դեպքերում մի ընդհանրում եմ ամեն մարդ իր կյանքի երկար տարիների ընթացքում ձևավորվում է այն ձևի մեջ, ոնց որ կա, բայց շատ հաճախ նաև կարծրատիպեր կան։ Ասենք օրինակ մարդիկ ենթադրեն կարող են մտածեն, որ զսպվածությունը դա սառնություն է, զսպվածությունը մեծամտություն է, կամ զսպվածությունը ասելիք չունես դրա համար է զուսպ։ Հասկանալի է, որ իրականում անձամբ իմ համար անհետը իր համար կարող է ասել, ինչպես լավ կլինի մեզ անունով էլի դիմեք, Ավետիք Անահիտ։ Ես սպասում եի այդ առաջարկին մեծ հաճույքով։ Մեզ անունով դիմեք, անձամբ իմ համար զսպվածությունը այդ ուղղակի բան է, կրեդո է էլի, որ դու պետք է ասած բան չանես էլի քո էմոցիաներով, քո խոսույթով, բանով ուրիշներին չծարաբեռնես, պետք է ասես ուզես այնքան ինչքան անհրաժեշտ է։ Բայց ստիպում եք ձեզ զսպված լինել, թե ուղղակի նաև այդպեսին է։ Մարզում երկար տարիների մարզումների արդյունք է, հասկանում եք, այդ մտքի, լեզվի, Վանցանոթի նույնիսկ արդյունքը դու ոնց ես կարծում։ Անահիտ ջան, ձեր տարբերակն է հետաքրքիր։ Ընտանիքում զսպված երևալ ես եմ ավելի զուսպ։ Ես հաստատ ես մարզել պետք չէ, որ ես ավելի զուսպ լինեմ։ Դա տենցով մեկը զանգակ բամբակ որ ասում են, ես հաստատ զանգակը չէ։ Այդ առումով Չէ, իրականում երևի մարդկանց տեսակից է, մարդկա որ տենց ավելի բան, ավելի ծանրակշիռ է, իր մեջ ոնց որ ավելի գործողության մարդ է, ավելի քիչ խոսքի մարդ է, կամ ասենք ավելի խոսող, ավելի էներգետիկան դեպի դուրս ուղղված, ավելի էմոցիոնալ, մենք միշտ տարբերում ենք այդ առումով, ես ինձ թվում ավելի
Ոչ թե զուտ եմ, այլ ավելի տենց ինտրովերտ ես։ ինտրովերտ եմ։ Չէ, Դուք հաշտեք դրա հետ։ Ես ինքս հա դե մանչ Ես ես տարիքում արդեն ամեն ինչ հաշվում ես։ Ամեն ինչ հետ հաշտեք։ Դու պիտի ինչ-որ տարի կա, որ գալիս ես ու ինքդ քեզ հետ պիտի հաշտ լինես։ Չի կարելի անդադ ինքդ քեզ քննադատես, փորձես փոխել, ասենք դե հասկանում ես, որ այդ փոխելը բանա անիմաստ է։ Դու Աստված քեզ ծեվի աստեղծել, դու այդպես ապրես։ Ես առաջարկում եմ մի հատ երկու կանանց տոնը շնորհավորել։ տոնը շնորհավորել, միացիրում խաղուն գինի բացել, մանանդ մենք օրգանական տակառն ենք խմելու։ Այո։ Ես բայց քանի բացում եմ սա, ես քանի որ կարող եմ բացեմ եմ խոսեմ։ Հա, ես կուզենայի։ Դուք մենակ բան արեք, էլի մի քիչ ենկոմ կանգնեք, որովհետև ես ուղղության վրա եմ բացում։ Նայեք, ինտրովերսիան կամ էքստրովերսիան դա մարդու, այսպես ասած, բանը, կենսաբանական առանձնահատկությունն է։ Ցանկացած մարդ, եւ դա սպեկտր է, էլի որոշակի ինտրովերսիայի, էքստրովերսիայի։ Մարդ կարող ծայրահեղ ինտրովերտից լինի ծայրահեղ էքստրովերտ։ Կողը վրայի երկաթահանել ձեզ չխանգարել։ Եվ դա իր կենսաբանական առանձնահատկությունն է, ոնց որ Անահիտը ասաց, որ Աստված մեզ ոնց է ստեղծում, դա իսկապես մենք այդ ձևի ենք ստեղծված։ Հիմա խնդիրը նրանում է, որ դու կյանքի ընթացքում կարող ես փորձես այդ կենսաբանական առանձնահատկությունը փոխես որոշակի։ Օրինակ, տեսեք, Պրոֆեսիոնալ փորձում ենք, սովորում ենք։ Я не волшебник, я учусь։ Ուրեմն, տեսեք, շնորհակալություն։ կոնկրետ ես, ասենք ես սիրետիկի, կոնկրետ ես թույլ ինտրովերտ եմ, որ ծայրահեղ ինտրովերտ չեմ, էլի թույլ ինտրովերտ եմ, Անահիտն էլ է ինտրովերտ ընդհանրում, եւ այդ ինտրովերտիան նաեւ բերում որոշակի զսվածը։ Ձեր տոնը շնորհավոր։ Շնորհակալություն։ Ձեր տոնը շնորհավոր, ձեր տոնն էլ շնորհավոր։ Շնորհակալություն։ Փորձենք։ Երջանիկ գարուն թող լինի։ Այո։ Լույսով, խինդով եւ ջերմությամբ լի։ Շնորհակալություն։ Եվ հույսով։ Այո։ Իսկ այս թեմայի շուրջ թերևս վերջին հարցը, հետո թեման կփակենք եւ կանցնենք մեր սեղանի շուրջ կճաշենք եւ կխոսենք այլ բաներից։ Լավ համով բաներեք սարքել։ Իհարկե, ավետիք ես հատուկ զգուշացրել էի, որ Մենք էլ հատուկ դրամար ենք եկել։ Մենք էլ հատուկ դրամար ենք եկել։ Ինչ հաճելի է։ Ավարտելով մեր էմոցիոնալ լինել չլինելու հարցին, իսկ երբ որ շատ այսպես էմոցիաները կուտակվում են, Անահիտ, ինձ հետաքրքիր է ոնց եք այնուամենայնիվ տեղ գտնում, ձև գտնում դրանք արտահայտելու եւ բաց թողնելու։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր որ էմոցիաները այդքան շատ չեն արտահայտում, իրենց մոտ իհարկե երբ որ շատ է կուտակվում, այդ փորձում լինի շատ ուժեղ, որպես կամ այլ մարդիկ աշխատում են շրջակայքում։ Ես աջանակ փախկում։ Մոտիկ չլինի, բայց ավելի շուտ չէ, ժամանակին դասում ես ինքդ քեզ հարցնել, թե իսկ էմոցիան որտեղից է գալիս, ինչ եմ ես դա զգում, այդպես ինքնագիտակցության, ինքդ քեզ հարցեր տալով կարողանում ես բաժանել մարդուն էմոցիան, ինքդ քեզ այդ էմոցիաներից քո էգոն կողքից նայել մի քիչ այդ էմոցիաների ու փորձել դրանով սահմանափակվել։ Դրանով վնաս, այսպես ասած, սահմանափակել ուրիշների համար։ Վնասազերծել մյուսներին։ Բայց այսինքն այդ բանը պետք է ինձ թվում հասկանաս, որ դու այդ էմոցիայի նախ իրավունք ունես, կարող ես դա զգալ, քո միջով անցկացնես, բայց հետո ոնց որ անցնես ավելի տրամաբանական լուծումների։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ձեր ընտանիքում ամեն ինչը դրած է բանականության հենքի վրա, այսպես տրամաբանության, քայլերի գրագետ մշակման, հա, չասեմ հաշվարկման, քայլերի գրագետ մտածված լինելու վրա։ 25 տարի մենք դրան գնացել ենք, չափից մասել ենք։ Գիտեք ոնց է, տեսեք, օրինակ ես ասացի չէ որ Անահիտն էլ ես էլ ինտրովերտ ենք, բայց օրինակ բանի տեսանկյունից զգացմունքայնության տեսանկյունից Անահիտ ավելի զգացմունքայն է, քան թե ես։ Ինքը մեծ ցուցակներով է խոսում, ասում է սրանք կարել ես։ Ես ռիպորտ եմ անում։ Չէ, անկետ ես ասում, այդ մասով ես ու Անահիտը տարբերվում ենք, դա համար երբ որ մենք ավելի երիտասարդ ենք, բարբերաբար իր մոտ տենց էմոցիոնալ բաներ օրդկումներ լինում է։ Իհարկե, դե ոնց չլինի։ Բայց եկեք անկեղծ խոսենք, ոնց չլինի։ Չէ, պետք է լինի։ Էմոցիայից ուզում չես տանում, որտեղ լրիվ տենց կառավարվող տիրույթում է, էլի։ Ես հետո այդ ամեն ինչը որ ավելի լավ հասկացա, որովհետև ես նաև դա ուսումնասիրում էի, նաև որտեղ որ ես աշխատում եմ, մեզ դա սովորացնում էին։ Կիրառական հոգեբանություն եւ այլն, մեզ անդադ սովորացնում էին։ Ես հասկացա այդ խնդիրը, այսինքն սկզբից ես ինչ որ իմաստով տենց դիսկոմֆորտ էի զգում, որ Անահիտը ավելի տենց էմոցիոնալ է, ես
էմոցիոնալ չեմ, բարբերաբար մեր մեջ ինչ-որ բաներ կան, տենց չէ, իսկապես լարվածություն էր առաջանում, երբ որ մենք երիտասարդ էինք, հետո ես հասկացա, որ դա էլ է բնական։ Ու դու պետքա փորձես գաս ինչ-որ իմաստով ինչ-որ մի հատ միջին կետին։ Իրան պետքա սովորացնես ինչ-որ իմաստով ավելի ռացիոնալ դատել։ Իսկ դու պետքա սովորես իր էմոցիան հասկանալ, կարդալ։ Ոչ թե անընդհատ անթափած դեմքով նստել, մտածել, որ դե հա մեջ ինչ-որ մի հատ էմոցիա է եռում, հեսա կսառի կամ հեսա կպայթի, ոչինչ թե։ Չէ, պետք է ընդհակառակը սկսես այդ էմոցիան կարդալ, պետք է սկսես այդ էմոցիան ճանաչես, պետք է սկսես այդ էմոցիային արձագանքես, պետք է ընդունես այդ էմոցիայի իրավունքը եւ այլն։ Այդ դրա համար որ անայդ ասում եմ 25 տարի միասին ենք ապրում, իսկապես 25 տարի մենք ամուսնացած ենք այս տարի, 25-ամյակը կլինի, մինչև այդ 3 տարի Այ հիմա դրա մասին խոսելու ենք ավելի մանրամասն։ 28 տարի միասին կյանքը իսկապես բերում է նրան, որ դու շատ հարցերում, եթե գիտակցված այդ ջանքը ունեցել ես, հա, եւ այդ գիտակցությունն ես ունեցել, որ պետք է եկել ենք ինչ-որ տենց մի հատ միջին կետի բանել եւ դա ավելի հեշտ է դառնում։ Ընթացքում արդյունքում դառնում է puzzle, որ արդեն ամեն կետելով sense բանը իրար համընկնում։ Եվ ոչ մի օդ չի մնում։ Մեկ անգամ եւս բարի գալուստ իմ տուն։ Ես առաջարկում եմ տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ եւ այդ երիտասարդության այդ հանդիպումների, հա, լավ, վերջ գնացինք։ Եկավ իմ ամենասիրելի պահը, երբ պետք է պատմեմ իմ սիրելի գործընկեր Հերմնե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպի մասին։ Վալան գրուպը մշտապես ի հայտ է գալիս նորություններով կամ էլ թարմացումներով։ Եվ ահա այսօր խոսելու ենք Վալան գրուպի թարմացված կայքի մասին։ Խնդրեմ ձեր ուշադրությունը։ Ես ուսումնասիրում եմ մի կայք, որտեղ կարող ես գտնել ամեն ինչ տան համար եւ մեկ վայրում։ Կայք, որտեղ կարող ես գտնել տան համար գրեթե ամեն ինչ եւ մեկ վայրում։ Եթե ուզում ես որակյալ եւ գեղեցիկ կահույք, ապա մուտք գործիր valanggroup.am կայք։ Եթե փնտրում ես միջսենյակային դռներ, ապա կեպատ կամ դասական տարբերակով այստեղ կգտնես լայն տեսականի, պրեմիումից մինչև լյուքս դասի։ Եթե անհրաժեշտ են ալյումինե կամ մետաղապլաստե պատուհաններ եւ դռներ եվրոպական հումքից, ընտրիր valanggroup-ի կայքից։ Եթե ցանկանում ես դարպասներ առանձնատան համար, այստեղ նույնպես կարող ես գտնել։ Եվ սա դեռ ամենը չէ։ valanggroup.am կայքը կօգնի քեզ խնայել ժամանակդ եւ նյարդերդ։ Valanggroup միշտ մեկ քայլ առաջ։ Պատրաստելու եմ նեխուրով, տանձով եւ ռուկոլայով շատ հեշտ համեղ օգտակար աղցան։ Ռուկոլան նախապատրաստել եմ։ Մի հատ տեսեք ինչ լավ նեխուր է, հայկական նեխուր է ի դեպ, իհարկե։ Կտրատում ենք նաեւ տանձը։ Սկսում ենք մատուցել։ Ավելացնում եմ նաև սոուսը եւ ռիկոտա պանիր եմ վրան դնում։ Այս ինչ համով բան է։ Շատ առողջ է։ Տիկին Անայտին կարևորը առողջ պահը դուր եկավ ուսումնասիրություններից։ Մենք երկուսս էլ առողջ չտող ենք։ Մենք փորձելու ենք շատ պարզ նախուտեստ, որ իրականում մեզ կօգնի հաջորդ մի քիչ ավելի ծանր ուտեստին պատրաստվել։ Շատ պարզ է ամեն ինչ՝ ռուկոլա, նեխուր, տանձ, ռիկոտա եւ սոուս, որի մեջ կա եւ դիժոնյան մանանեխ եւ մի փոքր մեղր, աղ, պղպեղ եւ այլն։ Նման հետաքրքիր բաներ։ Մի հատ փորձենք, ինչ կարծիքի եք։ Օրնյա հացը այս Բարեխորժակ։ Ուղղակի պետք է խառնել, որովհետև ես վերջին պահին եմ սոուսը ավելացնում։ Ինձ շատ հետաքրքիր է ձեր երկուսի պատմությունը ոնց է սկսվել։ Ասես մտքով հետ գնացեք։ Եվ ասեմ ավելին, ինձ ձեր երկուսի տարբերակն էլ հետաքրքիր է, որովհետև թվում է թե նույն պատմությունն է, բայց շատ հաճախ չի համընկնում այդ պատմությունը։ Հա, ողնաշարը նույնն է լինում, բայց մի հատ կինո կա, բան, վերջի մենամարտը, последняя дуэль, տեսել եք, որ 3 վերսիայով նույն բանը պատմում։ Դե եմ ասում, էլի, ես չեմ կարող պատմել ձեր պատմությունը։ Դե ինքը թող հիմա իր վերսիան պատմի, հետո ես իմ վերսիան կպատմեմ։ Ինձ մոտ հակարդ է գցում, բայց։ Չէ, հակարդ չկա, չեն չպետք է հակարդ։
Չէ, որովհետև շատ կոնկրետ է սկսել, ինքը գիտի ոնց է սկսել։ Հա, օքեյ, ինչ շատ հետաքրքիր։ Բայց sequel-ը կարող է տարբերել, էլի։ Ուրեմն 98 թվականին տարվա սկզբին, աշտի 97 թվականին դեռ ընդունվել է ամերիկյան համալսարան։ 98 թվականին սկսեցին դասերը, այդ ժամանակ չգիտեմ ինչի տարվա կեսից էին ընդունվել։ Հա, մարտից են դասերը։ Մարտից են դասերը, հա։ Ու տենց առաջի դասերն են, ես իմ ընկերուհու հետ էի, նախկին դասընկերուհու հետ MBA ծրագիր ենք ընդունվել, նստածում, դասին տենց կիսալսում ենք, այնտեղ մեր խղճ դասախոսը փորձում են ինչ-որ բան պատմի, ու այդ ընթացքում ես հասկանում եմ, որ ինչ-որ մեկը հետևից անընդհատ դասախոսին հարց է տալիս, այդ խղճ դասախոսը չի կարողանում պատասխանել, այդ մարդի հարցին պատասխանում է, ինքն իր հարցին պատասխանում է, դա ինչ-որ բարբերաբար կրկնվող բան է, ես եմ մտածում, ես կչկա, հա, հետո ինչ-որ ժամանակ հետո ես հասկացա, որ դա ավետիքն է։ Հետո մենք արդեն սկսեցինք շփվել ընկերներով, ընդհանուր ընկերներ ունեինք, հետո պարզվեց, որ իր եղբայրի համակուրսեցին ա եղել 5 տարի մեկ միասին։ Բայց հետո դուք հիշեցիք, որ այդ նույն հարց տվող ուսանողը։ Հա, մենք ես ուշադրություն դարձեցի այդ իրա վրա, հետո ասենք ոնց որ Որտես նստած ես հետևից մեկը համահարը։ Հա, լրի վիճակներ։ վիճակներ ու ասենք ինքը տես մի անգամից ուշադրություն էր գրավել, այդ ամբողջ լսարանում մի հոգի կար, որին բոլորը ուշադրություն էին դարձնում, դա ավետիքն է։ Հետո մենք արդեն ընդհանուր ընկերներ ունենք, սկսեցինք շփվել։ Հետո մի խոսակցության ժամանակ պարզեց, որ մենք նույն օրն ենք ծնվել, տարբեր տարիներ, Հա, տարվա նույն օրն եք ծնվել։ Հա, տարվա նույն օրն ենք ծնվել։ Ինչ հետաքրքիր։ Ու մենք արդյունքում, դրա արդյունքում մենք հիմա մեր հարսանիքի օրը չենք նշում, որտեղ մենք մոռանում ենք այդ օրը, բայց որտեղ արդեն ընդհանուր բան ունենք, տոն ունենք, ու ասենք նշում ենք մեր ընդհանուր ծնունդը։ Բայց հետո ասենք այդպես կամաց-կամաց այս թվում այդ ընդհանուր ծնունդը ինչ որ բան ոնց որ մեզ երկուսից հուշեց, ասացինք ավելի շատ։ Այսինքն սիգնալ եղավ, որ հա մի բան է, երևի դա ինչ որ նշան է, հա։ Տենց ավելի շատ սկսեցինք շփվել։ Բայց հետո տենց ավելի իրադարձությունները գնացին դրամատիկ ճանապարհով։ ինչու՞։ Որովհետև ես այդ պահին ընդունվել էի, փաստացի ես Ամերիկանում սովորել եմ ընդամենը 6 ամիս, արդեն ընդունվել էի ժամանակ կար միջազգային ծրագիր, մասկի ծրագիր եմ պետք է նայել արտասահման սովորելու։ Ու ես ամեն դեպքում գնացի սովորելու։ Հիմա ինձ հետաքրքիր է դրամատիկ ում համար։ Դրամատիկ են պահով, որ մենք փաստացի բաժանվել ենք, ոչ թե բաժանվել ենք, այլ իրարից անջատվել ենք, հա, իրարից հեռու ենք եղել մի տարի, որ ընթացքում ավետիքը որոշում կայացեց ինքն էլ գնա սովորելու։ Չգնա է գա։ Ես արդեն վախեցա, որ ասեք ավետիքը որոշում կայացրեց, ինձ։ Որոշում կայացրեց ինքն էլ միանա այդ Եկեք հիմա էլ ես վերսապա։ Հա, մի քանի հարց ունեմ, որին անպայման ուզում եմ հետո անդրադառնանք։ Եկեք ես Ֆաբլոն միջել թանձրացնեմ, հետո հարցերը կտակ, ուրեմն հիմա այսպես ասած բան էլի, այդ հայացքը հարություն աշճան անկյունից։ Ուրեմն դե Անահիտ արդեն ասաց 97 թվականին ընդունվել ենք ամերիկյան համալսարանի այդ բիզնեսի կառավարման մագիստրատուրան։ Ես դեպի տարբերություն Անահիտի ֆիզիկոս եմ կրթությամբ, ինքը տնտեսագետ է, բայց ես այդ ժամանակ արդեն էկոնոմիկայի նախարարությունում էի աշխատում, կարծում էի, որ ինձ տնտեսագիտական կամ դրան մոտ կրթություն է պետք, որպեսզի ավելի լիարժեք աշխատեմ, դրա համար դե կողքից վարչությանս պետ ինքը ամերիկյան համալսարանի շրջանավարտել, ինձ խորհուրդ տվեց, ասաց լավ կլինի մի հատ տենց ֆորմալիզացնել է կրթությունը։ Ընդունվել ենք ամերիկյան համալսարանի այդ մագիստրատուրան 98 թվականի մարտին սկսեցին դասերը, բայց այդ իմ մոտ արդեն այդ պերիոդը այն տարիքներ, որ ես մտածում էի զույգ գտնելու, ամուսնանալու, ընտանիք ստեղծելու մասին։ Հա, այսինքն դա որպես ժամանակն է։ Հա, այդ գլխի մեջ այդ խնդիրը արդեն ձևակերպված էր, էլի որպես այդպեսին, հա, եւ երբ որ ես երբ որ գալիս ես կուրսում չեմ հիշում 60-70 ուսանող կար, բնականաբար այնտեղ միայն սովորելու համար չես գալի, նաեւ մտքիդ մեջ նաեւ այդ բանը կա, էլի խնդիրը գոյություն ունի։ Ճիշտն է, ճիշտ է։ Հա չէ, տենց էր իսկապես։ Հիմա երբ որ ես առաջ անգամ եկա Անահիտին տեսա, տենց ուշադրություն դարձեցի բան, մտածեցի, որ ինչու՞ չէ, որ ինչու չփորձեմ, որ։ Բայց ի՞նչն էր գրավել։ 60-70 հոգի կային, էլի կեսն է թող աղջիկ լիներ։ Շատն էր աղջիկ, բայց ինքը յուրահատուկ էր։ Ինչո՞վ։ Գիտեք ոնց է, ինձ թվում է տղամարդը չպետք է էլի խոսա իր կնոջ մասին, իր կնոջ ներկայությամբ, թե ինքը ինչով էր յուրահատուկ։ Յուրահատուկ էր ու վերջ էլի, այդ արդեն դրա մեջ քիչ են առիթ։ Դրա մեջ արդեն շատ։ Եկեք սահմանափակումներ չդրենք։ Մասն ժամանակ ասում եմ, որ շատ լուրջ էի։ Շարունակել եմ լուրջ ելնել։ Ես ուզում եի կատակեի այդ ընթացքում կպատմեմ։ Բայց ուրեմն բայց պետք է սկզբից իր ուշադրությունը գրավել, չէ՞։
Հիմա որպեսզի իր ուշադրությունը գրավի, ես դասախոսներին անդադ դժվար հարցեր էի տալիս, որպեսզի դասախոսներին նեղը գցեի։ Այսինքն այն ժամանակ, երբ որ դուք հարց էիք տալիս, Այո, ոչ թե որտեղ պատասխան գիտեիք արդեն, որ նրան հավանում եք։ Այո, եւ ոչ թե հարց էի տալի, որպեսզի որտեղ պատասխանները ինձ հետաքրքրում, դեռ պատասխանը գիտեի։ Հարց էի տալի, որ որոշակյորում մաստացել։ Նյարդերի վրա ազդեք։ Լարվածություն ստեղծել էլի։ Չարաճճիություն անել։ Ոնց որ տեսնում եք, ոնց որ աշխատել էր այդ մեթոդը, էլի, իր մոտ տենց այդ ուշադրությունը սրվել էր, թե հետո անընդհատ բանանում, սադրում վիճակը։ Իսկ հետո մի անգամ իսկապես տենց խոսակցություններ իրանք աղջիկներով կանգնած էին, ես մոտեցա միացա խոսակցությանը, իրանք խոսում էին բանից, հորոսկոպի նշաններից։ Ինձ էլ հարցեցին, ասին, իսկ դուք հորոսկոպի ինչ նշանի տակ եք ծնվել, ասի ես բան եմ, կարիճ եմ։ Վայ, դու կարիճ եք, եւ այլն, այդ կարիճի հետ կապված շուտ աուրա կա, չէ, հատուկ, չասեմ ինչ ձևի։ Բայց մեկ էլ անայդ ասեց, վայ, ես էլ եմ կարիճ։ Ասի դուք որն եք ծնվել, ասեց նոյեմբերի 21-ին, ասի ինչ հետաքրքիր է, ասի ես էլ եմ նոյեմբերի 21-ին ծնվել։ Ու ես այդտեղ մի անգամից գլխիս մեջ մտածեցի, որ սա ճակատագիր է, որովհետև այդպես բաները պատահական չեն լինում։ Ես ընդհանրապես մի քիչ գուցե ճակատագրապաշտ եմ, չգիտեմ։ Ու տենց էլ ստացվեց, չգիտեմ, որովհետև այդ ճակատագիր էր դրա համար տենց ստացվեց, թե ես մտածեցի, որ այդ ճակատագիրը ինձ համոզեցի դրա համար է դարձավ ճակատագիր, բայց հիմա անցել է դրանից ինչ կա 98 թիվներ, չէ՞։ Անցել է 28 տարի, մենք ձեր մոտ նստած սպասում ենք ստեյքին, հա, ու ստացվում է, որ Ինչ գիտեք որ ստեյքը։ Այս դանակն է հիշում։ Լավ։ Ու կամ դրա նման մի բան էլի։ Ու տեսնում եք, փաստորեն ստացվում է, որ մենք ինքներս մեզ կարանք համոզենք, էլի։ Բայց այդ պատմության երկրորդ մասը իսկապես ավելի դրամատիկ է, էլի, որովհետև Բայց կարելի է մի հատ միջև ես ուզում հասցնեմ մի քանի հարցնեմ։ Նայեք, դուք ասում եք, որ տղամարդուն հարիր չի իր կնոջ ներկայությամբ խոսել կնոջ մասին եւ այլն, բայց այնուամենայնիվ ինձ շատ հետաքրքիր է, ինչու հենց նա։ Պատմեմ, բայց այդ պատմությունից ես կզարմացնի, էլի։ Ուրեմն մի անգամ Անահիտ հետ ես այդ ժամանակ մի հատ տենց էժան մեքենա ունեի, 98 թիվներ, մի հատ էժան մեքենա ունեի։ Անահիտին ասացի, ավելի միասին գնանք Պարզլիճ։ Ուրեմն Անահիտն էլ հագնվել է, ինչ որ մի հատ սպիտակ ջինս է հագել, սպիտակ ինչ որ ջեմպեր է հագել, հա, տենց գարուն է, էլի։ Գնում ենք Պարզլիճ, ու ես մեքենան հատուկ գցում եմ ցեխի մեջ։ Ու այդ հատուկ չէ ստացվեց հիմա, բայց հիմա այդ մեքենան պետք է հանել ցեխից, այդ մեքենայի մեջ ես ու ինքն ենք մենակ։ Մեկը պետք է ռուլին նստի, մեկ մյուսը այդ մեքենան հրի։ Մենք արդեն ինքը մտավ այդ ցեխի մեջ, այդ իր ասած սպիտակ շորերով, հրելով մեկ մեքենան ցեխից հանեցինք։ Ու ես որ կարևորը մի հատ օֆել չքաշեց ու մի հատ էլ չասած այս իմ սպիտակ գյոզալ ջինս ինչ արեցիր էլի։ Մտածեցի ասի որ կյանքոս էս կինա պետք որ ասեն կողքդ ամենանեղ վիճակում էլ Իսկ մեքենաների բրդի։ Կարևոր չմտածիր ջինսերի մասին։ Չէ, հետո կմտնի ցեխի մեջ էլ կկեղտոտվի հետը դուրս կգա ու մի հատ օֆել չի քաշի։ Ու այդ ես ասեմ էլի անկեղծ այդ շատ մեծ յուրահատկություն է։ Այդ բանն է որ մարդու ճակատին գրած չի դու պետք է տեսնես գաս։ Իմ համար այդ շատ մեծ բան էր, գիտեք, հայտնություն էր, էլի, անկեղծ ասեմ, իհարկե մենակ դրանով չէր։ Սահմանափակվում էլի ու շատ բաներ որ մեզ եւ այն ժամանակ էին միավորում, հիմա էլ են բնականաբար միավորում, գուցե շատ ավելի շատ էլի, բայց օրինակ այդ պահը, այդ տենց հայտնության պահը, երբ որ դու զգում ես որ կողքդ ուժեղ մարդ է, էլի, ու քեզ կյանքում տենց ուժեղ մարդ է պետք։ Չգիտեմ, իրան էլ հարցեք։ Այդ եմ ուզում։ Դեպքում կարա դուրս գա մեքենա վեր։ Օկտոկար։ Ես անպայման հարցնելու եմ։ Ինչու նա։ Այդ թվաբանությունը բան հասկանալի է որ դրանք ազդակներ կարող են լինել կամ պատճառներ կամ հետևանքներ, բայց ինչու նա։ Որպեսզի պատկերացնենք ավետիք իրականում այդ սերունդի կամ ընդհանրապես տղամարդկանց ֆոնի վրա շատ էր տարբերվում։ Նախ ինքը շատ ծառը քաղաքավարի էր։ Այնպես էր ասենք շփվում, որ գոհից լսելուց կարող էր նիսկ անսովոր թվալ։ Երկրորդը ինտելեկտուալ շատ զարգացած էր։ Ավետիք ընդհանրապես էնցիկլոպեդիկ գիտելիքներ գիտի, ասենք օրինակ պատմության, հին աշխարհի պատմության նման ասենք թեմաներից կամ ընդհանրապես թեմաներից շատ է կարդում ու ցանկացած հարց որ դուք իրեն տալիս եք, կարող ընդհանրապես ցանկացած թեմայից հարցակ ինքը երևի թե դրա պատասխանը գիտի։ Իսկ հիմա այդ պահի դրությամբ այդ ինտելեկտուալ այդ բնավորության, այդ մարդկային, ասենք այդ արժանինքների ոնց որ համադրությունը իրան
լրը ուրիշ բանի վրա էր դնում, ասենք աստիճանի վրա էր դնում մնացածին։ Համեմատ երևի ինչ որ պայծ գտես հասկացա որ ու ես շանս չունեմ Սիրուն պատասխան է։ Վերջին անգամ երբ եք ձեր էմոցիաների մասին խոսել իրար հետ։ Անկեղծ։ Չեմ կարող այդպես ասեմ, գիտեք ոնց որ նաև ասեմ ինչի չեմ կարող ասեմ, որովհետև ինձ թվում է առանձնապես դրա մասին վաղուց չենք խոսում։ Ինչու՞։ Ոնց որ որովհետև բան կա, էլի արդեն այդպես ոնց ես ասեմ։ Puzzle сложился, բան չկա, ասենք էլ ասում եմ։ Բարիերա առաջ։ Չէ, բարիեր չկա, չէ։ Ընդհանրակը բարիերներ չկան, արդեն դու չունես այդ։ Հատուկ անհրաժեշտություն չկա, էլի, ոնց որ այդպես գիտեք ոնց է, ես մեկ-մեկ մտածում եմ, որ հարցնեմ այս բանը դու ինչ ես զգում, բան եւ այլն, մտածում եմ, որ իզուր տղետ նույնիսկ այդ էմոցիան էս էլի արժեզրկելու, փորձելով ցանկացած բան տենց կոդիֆիկացնես, բերես ռացիոնալության դաշտ։ Կա էմոցիան, կա այդ ապրումը, կա այդ զգացողությունը, կա այդ ջերմությունը, ու շատ է լավ է ու Բայց բոլորս էլ մարդ ենք, չէ՞, մեկ-մեկ լսելու այդ անհրաժեշտությունը շատ կարևոր է լինում։ Ու ասելու։ Չգիտեմ, կարևոր է կամար։ Ինձ թվում է մենք նման ինչ որ թեմաներ քննարկում ենք այս վերջերս, երբ որ մեր հիմնական տարաձայնությունները եթե լինում են, կարան, ասենք, լինեն երեխաների հետ կապված, երեխաների ինչ որ ասենք դասրակցությունը կապված։ Հա, որտեղի այդպես մի քիչ ավելի բանը։ Խիստ է, անայտա ավելի էմոցիոնալ չէ, այդպես բան մի քիչ ավելի։ Ու այդ բանը մենք կարանք ինչ որ ես մա էմոցիոնալ լինենք, ես տենց եմ կարծում, ես տենց եմ կարծում, ու սխալ ես անում, ճիշտ ես անում, դու փորձենք ինչ որ համոզել։ Չէ, բայց ես այն էմոցիաների մասին եմ խոսում, որ երեխաները աշխարհ ամեն ինչ հասկանալի է, բայց կան երկու մարդ, ովքեր իրար հետ են եւ ամուր են իրանց ապրածի, որոշածի խնդիրների մեջ, ինչու՞ չէ նաեւ։ Եվ ինչ որ մի կետից մենք կորցնում ենք դիմացի մարդուն ասել այն, ինչ որ օրինակ տարիներ առաջ ասում էինք կամ ուզում էինք լսել։ Հիմա ավետիքը կարծում է, որ դրա կարիքը չկա շատ ասելու, որովհետև նաև արժեզրկման խնդիրը կա այդտեղ, վախը կա, չասեմ խնդիրը, վախը։ Բայց կանայք գոնե, ի տարբերություն տղամարդկանց, միշտ են ուզում այդ լսելու ասել։ Բարդ հարցը։ Եթե անկեղծ լինեք, ուզում եք լսել, ուզում եք էլի իմանալ, ուզում եք էլի շոշափել այդ էմոցիաները, որոնցով սկսել եք։ Ես կարծում եմ, այդ էմոցիաները տարբեր փուլերի են, ոնց որ տարբեր փուլեր կան, էլի, որ դու ոնց որ անցնում ես այն ամենասկզբի այդ ռոմանտիկ այդ արտահայտությունները, այդ ամեն ինչ որ տենց հայացքից որ բան ես լինում, տենց բռնկվում ես, բան, ոնց որ իրանք դրա փուլը իր տեղ ունի, բայց ինքը ոնց որ անցնում է, դու անցնում ես այլ, ասենք, մակարդակի, երբ որ դուք արդեն իրար այնքան սերտաճած եք կներեք, որ արդեն նախ խոսելու անհրաժեշտություն չկա շատ անգամ, երկրորդը որ դու արդեն այդ էմոցիաները գիտես դիմացի մարդու, դու ասենք արդեն ինքնուրույն կարող ես իր փոխարեն քեզ ասես, հա, ինքն իր փոխարեն ինքն իրան այդ էմոցիաները ոնց որ հայտնի, երբ որ դուք որպես զույգ ինձ թվում է իրար հետ ոնց որ համաձայնության մեջ եք, մարդկային համաձայնության, հա, այդպես էմոցիոնալ համաձայնության, ոնց որ այդ բոլոր բառերը իրենք դառնում են ավելի արհեստական, էլի, իրենց ինչ ես ասում։ Ես մի բան ասեմ, էլի, գուցե թեման շարունակեմ, բայց ընդհանրապես հետաքրքիր հարց եք տալ, էլի, որովհետև մեկ-մեկ ես ինձ բռնում եմ այդ մտքի վրա, որ մենք իրար հետ այդքան շատ չենք շփվում, այդքան շատ ոնց որ չենք բանանում, փոխանակվում էմոցիաներով, մտքերով, բանով, խոսակցությունները, որ մենք ունենում ենք, ավելի շուտ տենց ինչ-որ շատ կիրառական բաների մասն են, էլի, այսօր գնում ենք դա քշենք, այսօր հայկվեմ ինչ ենք անում, երեխուն sense բան ա եղել ինչ ենք անելու, ամայի պապայի ծնունդն է երբ են գնալ, բայց մի քիչ ոնց որ թվում է, որ ուտիլիտար է։ Ու ես էլ ինքս մեկ-մեկ ինձ բռնում եմ մտքի վրա, որ ոնց որ այդ բանը, այդ էմոցիոնալ պլաստը վերբալիզացիա չի արվում։ Հա, ոնց որ ու ուզում եմ ինքս էլ հասկանամ, էլի, այդ ինչու է այտենց։ Ինձ թվում է բացատրությունից մեկ անայտը տվեց արդեն, որովհետև այդ արվածը ոնց որ այդ էվոլյուցիոն փուլից անցել ես դու։ Հիմա կամ պետք է ինչ-որ մի հատ ճգնաժամ լինի կյանքում, որ դու սկսես այդ ճգնաժամը հաղթարես ու դա անդադ կոմունիկացիա պահանջի, էլի։ Կամ էլ դու ոնց որ բանի մեջ ես արդեն, ոնց ես ասում, էլի, կոմֆորտի զոնայի մեջ ես։ Իրար հետ հարաբերությունները բերել են նրան, որ ասենք օրինակ դա շատ կարևոր բան է, էլի, իրարից ինչ-որ չգիտեմ, էլի, ինչ-որ սխալ բան չես սպասում, մեջքից հարված չես սպասում, ինչ-որ մի հատ կեղծիկ չես սպասում, նենգություն չես սպասում, բան չես սպասում, այսինքն հարաբերությունները նենց են, որ
Իրանք եկել են բալանսավորվել են, գոմեոստազիս է այդ կոչվում, էլի կներեք այդ արտադրությունը։ Այդ գոմեոստազիսի մեջ ապրում ես, դրա մեջ ինչ-որ կարող է ռիսկ կա, որովհետև գուցե պարբերաբար պետք է էմոցիաները դուրս տաս, կարող է բեկ-բեկ պետք է նույնիսկ ոնց որ մի քիչ արհեստականորեն այդ ներվը սրես, որովհետեւ այդ էմոցիան դուրս գա, բայց չգիտեմ, կգնանք տուն կխոսանք դրա։ Ես առաջարկում եմ, քանի որ Թեյքի դանակը մատնում է, որ մենք նման մի բան ենք վայելելու, ես մատուցեմ մեր հիմնական ուտեստը եւ հետ կգանք այն դրամային, որի մասին որ ասում եք, որ դա շատ հետաքրքիր է եղել։ Հետո հասկանանք, հա, սկզբից ստեյքը։ Եվ հետո կհասկանանք կյանքում այլ ինչ ուրիշ դրամաներ են եղել, որոնց դիմակայել եք առանցին միասին։ Մի կարևոր հարց, որ շատերը ուշադրություն չեն դարձնում, հատկապես այն մարդիկ, ովքեր բնակվում են առանձնատներում, եթե հատկապես խոսքը վերաբերում է հին առանձնատներին, որոնց տանիքը շատ ժամանակ լինում է ազբեստից։ Իմ սիրելի գործընկեր Կտուր AM-ը առաջարկում է փոխարինել ազբեստից հին կտուրները նորով։ Եվ նրա համար, որ դա չլինի շատ ծանր ընտանիքի համար ֆինանսապես, առաջարկում եմ սիրելի գործընկերը շատ հետաքրքիր տարբերակ։ Նախ գործընթացի հեշտացում։ Դուք ոչ մի կապ չունեք բանկի հետ, այդ քաշքշուկների եւ թղթաբանության հետ։ Ընդհանրապես դիմում եք Կտուր AM-ին, Կտուր AM այդ ամբողջ գործընթացը բանկերի հետ միասին անում է ձեզ համար, իսկ դուք միայն վայելում եք արդյունքը։ Գալիս է թիմը, փոխարինում է ամբողջովին նոր կտուրով եւ իհարկե երաշխավորում է եւ նյութերը, որոնցով որ փոխարինել է կտուրը, եւ այն աշխատանքի համար, որ արվել է։ Եվ այս ամենը կարող եք անել իհարկե ապառիկով, եւ այդ մեծ կլոր գումարը, որը պետք է տայեք միանգամից կտուրը փոխելու համար, կվճարեք մաս-մաս առանց ավելորդ անհանգստությունների։ Այս ամենի մասին ավելի ընդգրկուն ինֆորմացիա ստանալու համար զանգահարեք 8128 կարճ հեռախոսահամարով եւ Կտուր AM-ի մասնագետները կպատասխանեն սիրով ձեր բոլոր հարցերին։ Հիմա շատ համեղ ուտեստ ենք պատրաստելու խոզի մսով։ Բուսայուղը տաքացել է, հիմա պետք է արդեն տապակենք միսը։ Միսը համեմում ենք աղով եւ պղպեղով։ Ավելացնում եմ շերտատած սխտոր։ Երկու կողմից կարմրացնելուց հետո կողք ենք դնում միսը եւ հանում ենք սխտորները։ Հենց այս նույն թավայի մեջ ավելացնում ենք սպիտակ գինին։ Այն ամբողջը ինչ որ մսից մնացել է, շատ համեղացնելու է մեր սոուսը։ Ահա այսպես։ Եվ ավելացնելու եմ Իրանից իմ ընկերուհին, ով պարսկուհի է, ինձ համար բերել է նռան խտանյութ, որը շատ համեղ է տարբեր ուտեստների մեջ, ավելացնում եմ հենց այս նուռը։ Մի քանի հատ կլոր սև պղպեղ, դափնու տերև եւ միսը հետ ենք դնում սոուսի մեջ, ծածկում, որ եփվի։ Եվ ավելացնում եմ մանրացրած թարխուն։ Շնորհակալություն։ Хорош։ Շուտ հետաքրքիր սոուսը։ Հա, այո։ Խոզի միս։ Տավուշից։ Ահա թե ինչ։ Սպիտակ գինի, Իրանից հատուկ ինձ համար բերված նռան եփված խտանյութ, որը ճաշելի մեջ են օգտագործում, ես ինքս շատ սիրում եմ եւ որոշեցի, որ sense հետաքրքիր էքսպերիմենտ անեմ, միասին փորձենք։ Հետը իհարկե կարմիր գինի կառաջարկե, բայց այս պարագայում Անահիտ ջան, ես եւ դուք զոհ կգնանք, որտեվ աղետիկը կարմիր գինի չի կարողանում ցավոք խմել։ Դրա համար այս միսը կվայելենք սպիտակ գինով, կխնդրեմ դուք մեզ հյուրասիրեք։ Այո։ Եկեք դուք զոհ մի գնացեք, ուղղակի սպիտակ գինի վայելեք։ Ես չէ՞ որ սպիտակ գինի բանը։ Խիտ գույներով, չէ՞ ասեցի, զոհ։ Ես որ սպիտակ գինի զոհերի համար։ Դրամատիկ տեքստեր ասեցի։ Շնորհակալ։ Շնորհակալություն։ Շատ հաճելի է ձեր ինտերակցիայով ճաշելը, ձեզ հետ զրուցելը։ Փոխադարձ շնորհակալություն։ Մամա, միսը սկված չլինի։ Բարեխոհակ։ Բարեխոհ։
Շարունակելով մեր զրույցը, ես ուզում եմ հետ գնալ այն կետին, երբ որ ձեր պատմությունը երկրորդ մաս ունեցավ, որ ավելի դրամատիկ կոչեցինք։ Ակտ 2 դրամա։ Ինչու՞մն է դրամատիզմը, Ավետիք։ Դրաման ուրեմն հետևյալն էր։ 98 թվականի այդ ինչ-որ մի հատ պահի պարզ դարձավ, որ Անահիտը Էդմոնդ Մասկի կրթաթոշակ է ստացել ծրագրով եւ պետքա սեպտեմբերին գնա սովորելու։ Այդ ժամանակ էլ ես էկոնոմիկայի նախարարությունում էի աշխատում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ես էկոնոմիկայի նախարարությունում էի աշխատում, ինձ 2 ամսով գործուղեցին Ճապոնիա։ Արդյունքում ստացվեց նենց, որ այն վերջի 2 ամիսը, որ ինքը Հայաստանում էր, ես էլ Ճապոնիայում էի։ Եվ ես վերադարձա, ասենք տարածությունում 2 շաբաթ բան էր մնացել, որ Անահիտը Հայաստանում է, ես էլ եմ Հայաստանում, ես էլ հիվանդ եմ, ինչ-որ մի հատ լուրջ հիվանդությամբ էի վերադարձել, տոլի Հայաստանում այդ հիվանդությունը ստացա, չեմ հիշում, մի խոսքով տունը պարկած էի, չէի կարում իր հետ շփվեի, համել հիվանդությունը վարակիչ էր, իրեն ասել էի, բան, մի արի հանկարծ քեզ չվարակեմ, էլի։ Դες ստացվեց, որ այդ շրջանում, երբ որ ինքը պետք է արդեն գնա, իրար հետ էլ շփում չկա, ինքը գնում է սովորելու, ու տենց նույնիսկ 2 տարով ես մնում եմ այստեղ, նույնիսկ պարզ չէ, այսպես ասած մեր հարաբերությունները ստրեսը կվերապրեն, թե չէ։ Տեսլական կա, թե չէ։ Լարով կար չկար, լարով հեռախոս կար։ Չէ, պարզ է, դե չէ, ինտերնետ էլ կար, այդ ժամանակ email էլ կար, գրում էինք իրար բան, բայց տենց լուրջ բան է, էլի, այսինքն այդ մարտահրավերը այդ այն բառը չի, այդ լուրջ մարտահրավեր է, էլի, որովհետև ինքը ընդեղ է նոր միջավայրում, նոր մարդիկ են շուրջը, նոր հետաքրքրություններ, նոր բաներ, այսպես ասած, հարաբերություններ, վտանգներ եւ այլն։ Ես մնացել եմ այստեղ, ասենք ինչ-որ իմաստով ես էլ մտածում չգիտեմ, կվերադառնա, չի վերադառնա, կարող դուրը գա Ամերիկայում մնալ եւ այլն։ Հետաքրքրությունները։ Մի խոսքով այդ իսկապես երևի տենց շատ բարդ բան էր, շրջան էր մեր հարաբերություններում, հետո տենց գրվելով մի խոսքով եկանք են կետին, որ անանայր մեզ պետք է հանդիպել ու բարձել, ինչ ենք անում։ Մենք միասին ենք, միասին չենք, կյանքը միասին ենք շարունակում, ի պատիվ Անահիտի իր շատ սուղ միջոցներից կարողացավ ինքնաթիռի տոմս գնել Միացյալ Նահանգներից իր ձմեռային արձակուրդին վերադառնալ Հայաստան, ու տենց մենք մի քանի օր ասում եմ շատ լուրջ քննարկումներ ենք ունեցել։ Ներողություն, արդեն դուք մեկնել էիք եւ հետ վերադարձաք, որ այդ քննարկումը Ես 2 տարում սովորելու եմ գնացել։ Ինձ թվաց միջև ձեր գնալը արդեն վերադարձել էիք 2 ամիս, բայց հիվանդ պարկած էիք, չշփվեցիք, չհանդիպեցիք։ Չէ, հանդիպեցինք վերջում, ես տես կիսա հիվանդ եկել է օդանավականի ճանապարհը։ Վերջնական քննարկել հասկանալ իրար։ Չէ, ամեն պարզ չէ։ Մի բան է, երբ որ դու նոր պիտի ասենք, թե ինչ որ ես պիտի գնամ սովորելու, ավետիք մնում, թվում է թե ամեն ինչ հեշտ է, բայց ասենք ժամանակ որ սկսում անցնել, նոր է ամեն ինչ սկսում։ հեշտ չի, ու ոնց որ այդ հեռավորության վրա ինչ որ հարաբերություններ պահելը պահպանելը շատ ավելի դժվար է։ Շատ ավելի բարդ է, էմոցիաները ոչ մեկ իրար չեն հասկանում, մի բան ասում ես ուրիշ բան ես լսում, մի խոսքով այդ ինչոպով պետք է մեր կյանքի կոնտեքստն է տարբերվում, ինքը ուրիշ միջավայրում է, ուրիշ իրականության մեջ ես ուրիշ միջավայրում, ուրիշ իրականության մեջ եւ այլն։ Այդ իրականում իսկականից բարդ է, էլի։ Ես չեմ կարող ամբողջ բարդությունը դրա փոխանցել։ Եվ եկավ Հայաստան սուղ միջոցներով գնեց տոմսը եւ եկավ Հայաստան։ Մենք մի քանի օր շատ դժվար քննարկումներ ենք ունեցել, որովհետեւ բարձ է, որ իրականում հարցը, որը պետք է լուծես, այդքան հեշտ չի, բայց այդտեղից ծնվեց հետաքրքիր լուծում։ Հետաքրքիր լուծումն էր, որ ես պետք է իր հետևից գնամ Ամերիկա։ Ոչ թե ինքը վերադառնա մնա հետս, այլ ես գնամ իր հետևից։ Դրա համար որոշակի, այսպես ասած, մարտահրավերներ պետք է հաղթարել, օրինակ պետք էր գնալ քննություն հանձնել այդ նույն Էդմոնդ Մասկի կրթաթոշակը ստանալ, նույն ծրագրին դիմել։ Բայց այդ ոնց որ փուլերը հաջողությամբ հաղթարեցի ես, թեև այդ կրթաթոշակային ծրագիրը այն առանձնահատկություն ուներ, որ ոչ թե դու ես համասարան ընտրում, այլ քո արդյունքներով, այնտեղ ինչ-որ մի համասարան ասում է, ես պատրաստ եմ իրան վերցնել իմ մոտ ուսանող։ Արդյունքում նենց ստացվեց, որ Անահիտը Բոստոնում էր սովորում, իսկ ես հայտնվեցի Հյուսիսային Կարոլինայում, եւ թեև ինքը կոչվում է Հյուսիսային, դա իրական հարավային նահանգ է, ուղղակի հարավային Կարոլինա կա, որ էլ ավելի հարավային էլի։ Եվ դրանք իրարից, ասենք, ինքնաթիռով 2 ժամվա թռիչք էր, այդքան մոտ չէր, էլի, այդպես մի 1500 կիլոմետր էր։ Ես հիշում եմ, որ երբ որ ես եկա էկոնոմիկայի նախարարությունից, որ բան անեմ, հրաժարական ստամ աշխատանքից դուրս գամ,
նախարար ասաց, ինչի համար ես եկել, ասացի, պարոն նախարար, եկել եմ, որ դիմաստամ դուրս գամ, եւ այդ 99 թվականի արդեն մայիս ամիսն էր։ Ասում դու քիչ չես ոնց դուրս գաս, նոր ես վարչության պետ դարել։ Ոնց ես դուրս գալի։ Դա չէ, պետքա դուրս գամ։ Ասաց, մենք որ այդքան հույս էինք դնում, ոնց ես գնում, ես չեմ հասկանում, ոնց դու կարաս պետության, պաշտոնը, պետությունը թողես գնաս, ասացի, չէ։ Այս են դեպքը չի էլի, սրտից չեմ կարող հրամայեմ, սիրածս աղջիկի հետևից եմ գնում։ Այդտեղ ինքը մտածեց, տենց մինչև վերջել իր համաձայնությունը չտվեց, հետո պարզեց, որ դիմումս 99 թվականի հոկտեմբերին նոր ստորագրվել է, էլի մի անգամ տեսա իր դիմումը ստորագրվել, բայց հետո տենց ստացվեց, որ ես Անահիտի, այսպես ասած, հետևից գնացի Միացյալ Նահանգներ ու դա շատ զարմանալի արդյունքների բերեց, էլի, որովհետև իսկապես երբ որ դու գնում ես ընդեր ու դու դե հիշեք այդ 99 թիվն է, Հայաստանում այսպես ասած 90-ականներն են, ամեն ինչ հələ գտնվում է այդպես սառնային վիճակում, աղքատ, կիսասոված է երկիրը, չի հասկանում ինչ ուղղությամբ է գնալու ընդհանրապես ասած, հա, այդպես տնտեսական ակտիվությունը շատ ցածր է, աշխատանքի լավ հնարավորություններ շատ սակավ են, չասեմ չկան ընդհանրապես, բայց շատ սակավ են, եւ մեկ է դու գալիս հայտնվում ես այդ Միացյալ Նահանգներում, որտեղ ամեն ինչ ուղիղ հակառակն է, էլի, շուրջը շքեղություն, ճոխություն, հարուստ կյանք, բազմաթիվ հնարավորություններ, ես գնացել էի եւս սովորելու բիզնեսի կառավարում։ Բիզնեսի կառավարումը այնտեղ այդ մասնագիտությունն է, որից դու միանգամից գնում ես, ասենք, կորպորացիաներում աշխատելու, չգիտեմ, ինվեստիցիոն բանկերում աշխատելու, խորհրդատվական ընկերություններում աշխատելու, այսինքն քո տենց լիքը ֆինանսապես գրավիչ հեռանկարներ են բացվում։ Ու այդ միանգամից ոնց որ բանը փոխեց, էլի, այսպես ասած, հաշվարկի համակարգը, կոորդինատական համակարգը փոխեց, սկզբից դժվար էր այդ ամեն ինչը հասկանալ, որովհետև ես մտածում եմ, որ դե եկել եմ Անահիտի հետևից, կսովորեմ մի տարի, իրար հետ կվերադառնանք։ Չնայած բանը 2 տարի, իրականում այն ստացվեց, որ ես 2 տարին էլ սովորեցի, իսկ Անահիտը ավարտեց, այնտեղ աշխատանքի ընդունվեց, որպեսզի մնա կարողանա այդ մի տարին իմ կողքին լինի։ Հիմա խոսքը փոխանցեմ իրան, հետո պատմի այդ ժամանակ ինչ եղավ։ Էդ էլ էր որոշակի դրամա։ Չէ, դրաման է թվում ավելի շատ նրան էր կապված, որ դա հայտնում ես նոր միջավայրում, դե նոր միջավայրին սովորես, ասենք, ադապտացվես, ինտեգրվես, հարթև սովորում ես կրթություն, պետք է ստանաս այդ կրթությունը, պետք է հաջողությամբ ինչ-որ ձևով կարողանաս սովորես։ Միաժամանակ այդ հարաբերություններն են հեռավոր, հետո արդեն ավելի մոտիկ, բայց միևնույն ասենք հեռավորության վրա։ Ու ըստ ասում այդ կարևոր կետը մեր կյանքում նա է, որ մենք պետք է ընտրություն կատարեինք ոնց որ այդ առաջընթացի կյանքում ոնց որ հաջորդ քայլը անելու, թե այտենց ավելի ավանդական։ Ես կոնկրետ ունեցել եմ իմ ծանոթ գոլեգա, որը իմ հետ աշխատում էր ժամանակ ես կենտրոնական բանկում եմ աշխատում, ինչեւ Ամերիկա գնալը, որը ընդունվել էր ու չգնաց, որովհետեւ ինքը պետք է ամուսնանար, կարծեմ այդ պայմանները նշանված էին ու այտենց որոշեցին ինքը չի գնա։ Ես որտեղս կգնամ։ Ոնց որ հակառակ բաններ էլի ու աստեղ այսինքն այդ այլ ընտրանքում ինչ ընտրություն ես դու կատարում ու ինչպես է դու ի վերջում մնում միասին էլ ես դա էր կարևորը։ Հետո ինձ մային ինչ-որ հա մենք մնացինք, ասենք կարողացանք այդ կրթություն ես ավարտեցի համաշխարհային բանկում մի տարի կարողացա աշխատանք գտնել, դա ինչ-որ բարդից խնդիրներ էր ինչ-որ փաստաթղթերը պետք է լուծել, որպես այդ մի տարի ես կարողանամ մնամ։ Ավետիք ավարտեց ու դրանցում եք վերադարձանք։ Ինչու վերադարձաք։ Դե նախ մասկի ծրագրի առանձնահատկությունը կա, որովհետեւ մասկի ծրագիրը դա ուսանողական ծրագիր է։ Դա թղթաբանական պատասխան է։ Չէ, նկատի ունեմ շատ-շատերը գնում էին, սովորում էին եւ գտնում էին ճանապարհներ, որ կարողանում էին հետ չգալ։ Չէ, բայց մենք դες նպատակ չենք դնում։ Այնց է հետաքրքիր։ Չէ, նախ մենք դες նպատակ չենք դնում։ Երկրորդը պետք է հասկանալ, որ մենք հարաբերականորեն վերադարձանք։ Մենք վերադարձանք ու նրանից հետո երբ որ ստեղ եկանք, մեր հարսանիքը արեցինք, տենց մեղմ ասած բոլոր ընտանիքներին, ընկերներին, բարեկամներին ինչ-որ իմաստով բան արեցինք, տենց ուրախացրեցինք ֆորմալիզացնելով մեր հարաբերությունները, հետո մեկնեցինք Մոսկվա աշխատելու։ Եվ Մոսկվայում Անահիտն էլ ես էլ աշխատում էինք ամերիկյան ընկերություններում։ Անահիտը մի քանի ընկերություն այնտեղ փոխել, Monitor, Ernst & Young, ես սկզբից մինչև վերջ 19 տարիներ երբ որ մենք այնտեղ ենք աշխատել, ես աշխատել եմ McKinsey ընկերությունում, որը խորհրդատվական ընկերություն է եւ համարվում է առավել հեղինակավոր աշխարհում բիզնես խորհրդատվության բնագավառում։ Եվ անկեղծ ասած, գիտեք ոնց է, ես ինքս երբևիցե կարիք չի տեսնում Ամերիկայում մնալու։ Մյուս կողմից երբ որ հայտնվեցի McKinsey-ում,
ինքը աշխատանքը այնքան հետաքրքիր էր եւ այնքան արագ ոնց որ եւ պրոֆեսիոնալ եւ մարդկային եւ կառավարչական աճի էր նպաստում, որ տենց հեշտ չես կարողանում արդեն փոկվել։ Ես հիշում եմ, երբ որ գնում եմ, մտածում եմ 2 տարի կաշխատեմ կվերադառնանք Հայաստան։ Դա մի քիչ փորձ կձեռքբերեմ, բայց հետո տենց ներքաշվում ես այդ բանի մեջ, այդ կյանքի, այդ աշխարհի, այդ հնարավորությունների մեջ ու ինքը քեզ պահում է։ Իհարկե, ասեմ ձեզ, էլի հանուն արդարության երևի 2003 թվականից սկսած, 2003 թվականին իմ մոտ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Իմ վրա դուրս եկավ Ռուբեն Վարդանյանը, որ այդ ժամանակ Մոսկվայում Տրոյկա Դիալոգ բանկի, ինվեստիցիոն բանկի տնօրեն էր։ Ու ինքը տենց վարված էր գաղափարով Հայաստանի հետ կապված մեծ ինչ-որ մի հատ տենց ծրագիր անել, որը հետագայում կոչվեց Հայաստան 2020, իշ մեկ է ծրագրի մասին էր։ Ու իրան պետք էր, որպեսզի ինչ-որ մեկը Հայաստանի տնտեսության հետ կապված հետազոտություն անի, ինքը ջեր հարաբերություններ ուներ մեր ընկերության հետ, McKinsey-ի հետ, հարցեր ունեք ձեր մոտ հայ աշխատող, ինձ էին առաջարկել, այտենց ենք իր հետ ծանոթացել, էլի այդ գործի շուրջը։ Եվ ինքը ինձ առաջարկեց, որ ես գամ Հայաստան հետազոտություն անեմ։ Եվ այտենց ստացվեց, որ 2003 թվականին էլի գարնանը 6 շաբաթով ես եկա Երևան այդ հետազոտությունը անելու։ Եվ դա իմ համար ոնց որ հետ վերադառնալու ու նորից, այսպես ասած, այդ արմատները ջրելու հետաքրքիր հնարավորություն էր, որովհետև ես եկա այդ հետազոտությունը նենց էր, ինքը շատ համապարփակ էր։ Դա ամբողջ տնտեսության մասին էր։ Դրա համար պետք է գնար եւ ծրագրավորողների հետ խոսալ, եւ բժշկական կենտրոնների հետ խոսալ, եւ գյուղատնտեսության, եւ մետալուրգների, եւ բանկերների, բոլորի հետ այդ 6 շաբաթում, ասենք տասնյակ եւ հարյուրավոր մարդկանց հետ եմ հանդիպել, խոսացել, ոնց որ բոլոր կապերս վերաթարմացրել, ու դա բերեց նա, որ ես նորից ոնց որ սկսեցի Հայաստանը զգալ, էլի 4 տարի անցել էր, ես սկսեցի նորից Հայաստանը զգալ, սկսեցի հասկանալ, որ իրականում պետք է այնց կյանքս կառուցեմ, որ ինչ-որ իմաստով կարիերաս եւ երկիրս իրար հետ համատեղ եմ։ Ու դրանից սկսած ես սկսեցի ամեն ամիս գալ Հայաստան։ Ամեն ամիս ամսվա վերջում ինչ-որ ժամանակ հետո Մոսկվայում այդ նույնիսկ տրանզիցիա էր, էլի։ Նստում էր այդ ամսվա վերջի հանգստյան օրվա ինքնաթիռը, այդ ինքնաթիռը կեսընկերներդ էին, որոնք գալիս էին այդ ամսվա վերջում Երևան, որպեսզի գային, ասենք իրանց ընկերների, հարազատների հետ շփվեին, գործեր անային, բան եւ այլ։ Ու այդ պայից սկսած ոնց որ կյանքը միշտ եղել է երկու երկրների միջև, գործ աշխատանքը այնտեղ, բայց կյանքի զգալի մասը սիրտը տստեղ է եղել, էլի։ Ռուբեն Վարդանյանին վերջին անգամ երբ եք տեսել։ Վայ, 22 թվականի դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտում։ Իր բանում կաբինետում։ Ինչ եք խոսում։ Խոսում ենք նրանից, թե ինչ է տեղի ունենում։ Ինչա, ոնց որ sense խավարը թանձրանում Արցախի շուրջը։ Այդ բան իրան զանգեց այդ ռուսական խաղապահ առաքելության ղեկավարը Վոլկովը։ Զանգեց, ասաց այդ ադրբեջանական բաներն են եկել, բնապահպաններն են եկել։ Կրնի Ռուբեն Կարլենիչ կազմակերպեք այդ Կաշինի հանք հայցելեն դրանց բանից էլի շարից պրծնենք մենք։ Ռուբենն էլ ասաց, հա, բան չեմ հիշում Վոլկովի անունի ազգանունի ինչ էր, բան հայրան ինչ էր։ Ահա կկազմակերպենք բան եւ այլն։ Ու ես իրան հրաժեշտ տվեցի ու դուրս եկա իր կաբինետից, մենք նստեցինք մեքենան, այդ Շուշիի կողքով անցանք դեռևս բաց էր ճանապարհը, եկանք հասանք Հայաստան, կապ վերականգնվեց, իմացանք, որ այդ Կաշենի մոտ ժողովուրդը չի թողել այդ ադրբեջանցիներին, որ հանքը մտնեն, իսկ տարածության հաջորդ օրը այդ ադրբեջանական բնապահպանները Շուշիի մոտ ճանապարհը փակեցին։ Ունես որ դրանից հետո չեմ խոսացել, բայց արդեն դա այն վերջի հանդիպումն է իր հետ եղել։ Յուրաքանչյուր մարդու զգացմունք շատ անհատական է լինում, բայց ընդհանուր բառերով գուցե հնարավոր է նկարագրել իրավիճակը։ Ինչ է զգում կինը, երբ ամուսինը բանտարկված է։ Իսկ նման սկզբի պահին շատ ուսուր այդ իրականությունը չես կարողանում անցնել, չես հավատում, գլխիդ մեջ անդադ ինչ-որ բանի մեջ շոկային վիճակում ես։ Ու քեզ թվում է այս ամեն ինչ որ բան կփոխվի կվերանա ինքն իրան կամ ինչ-որ այլ ուժերով, բայց ինքը չի վերանում։ Մանավանդ կողքից էլ մարդիկ ասում դե սա 3 ընդ չգիտեմ 72 ժամ, չէ՞ դա սկզբում ինչ-որ ժամեր կան։ Բայց հետո երբ որ պարզ դարձավ, որ ասենք ամեն ինչը շատ ավելի երկարատև կարա լինի, դա երևի շատ կարևոր էր այն մարդկանց ներկայությունը, որոնք ավետիքի, ասենք ընկերները
քաղաքական դաշտից եւ իրավաբանները մեր եւ այդտեղ այլ մասնագետներ ունենք, որ ներգրավել ենք, ու ոնց որ իրանց հետ ոնց որ դու ուզում ես որ միանակ չես այդ ոնց որ կռվի մեջ, սկսում ես արդեն ավելի սառը, ավելի ոնց որ ռազմավարական մտածել, հա, այսինքն ինչ պետք է անեք, ինչ քայլեր եք անելու ու այստեղ քայլերը եւ ընդհանուր տեսակի քայլեր կան, այսինքն չգիտեմ, ելույթներ, այսինքն ինձ է ժամանակ ասեցին դու պետք է ելույթ ունես, դու պետք է դուրս գաս ոնց որ կոդերից, որ ընդհանուր չգիտեմ, ինչ քո գործերով ես զբաղվում, աշխատում ես թե ինչ ես անում ու սկսես, ասենք հարցազրույցներ տալ, լրագրողների հետ խոսել, լրագրողները միշտ գալիս են մեր դատերին, ասենք շատ մեծ քանակությամբ դատեր էին տեղ ունենում, ասենք ամբողջ ամառը երևի մի 10-12 դատական նիստ էր եղել։ Մենք այդ բոլոր նիստերին միշտ լրագրող կար ու ես միշտ պետք է պատրաստ լինեի դե խոսեի։ Ու ասենք այդ դրանից դուրս կա ասենք այդ ընդհանուր ասենք այդ ոնց որ ճակատը որ պետք է պահես, երկրորդը ասենք կա շուտ կենսաղային մասը, որ դու այդ մարդը գտնում ես բանտում, դու պետք է անդադիր ասենք կարիքները հոգաս ընդ ինչ որ հագուստ ուղարկես ուտելիք ուղարկես այդ ամբողջ ընտանիքին տեր կանգնես ընտանիքին դա երրորդն ասենք որ ընտանիքը շարունակում է ասենք ընտանիքն էլ պետք է ընտանիքն իր զգացողական էմոցիոնալ ասենք երեխաների հետ կամ սաղ շփում իրենց բացատրես թե ինչ է տեղի ունենում բանտի հետ կապված ամբողջ մի ընդհանրապես աշխարհ կա որին մենք բոլորս չենք առնչվում բայց այնտեղ ասենք մարդկանց ինչ որ հոս բազմություն կա որ ապրում են լրիվ իրականության մեջ ու դու դա էլ ես սկսում տեսնել այդ ասենք այդ տանիքները որ գնում են տեսակցությունների ասենք այդ ամբողջ ասենք այնտեղ նիստուկացը այդ ժամանակացույցը որով իրանք ապրում են հա բոլորը ու ոնց որ բոլորը դու պիտի համադրես այնտեղ հա ձեռքի հետ էլ մի քիչ աշխատանք ես անում շենց աշխատանքի տեղ բոլորը ամեն ինչ հասկանում են ու իպատիվ իրենց որ բոլորը աջակցությամբ էլ աջակցող դիրքորոշում ունեին ես անկեղծ ասած վերջում արդեն sense ես չէի ասել որ ես հոգնել եմ ինչ որ բանից կամ վախենում եմ շուտ ադրենալինն ես ու դու տենց պայքարի կողմ ես դառնում շատ հստակ ամեն ինչ համար հստականում է դու ունես ասենք նպատակ եւ ոնց որ մեքենաների ցեխի մեջից հանում հա չէ դու ունես հստակ նպատակ ասենք քո ասենք թե ոչ թե ասենք ես անում ես ասում նեղանում ա քո բոլոր նպատակները ասենք ավետիք հետ են կապված ու դու ոնց որ կյանքդ կառուցում ես դրա շուրջ այդ ընթացքում համենայն դեպս որովհետեւ հստակ ամեն օր մտածում ես լավ այսօր ես ինչ պետք է անեի որ չեմ արել որպեսզի ասենք ավետիկը կարողանա դուրս գալ էլի ասենք ամբողջ օրը քեզ այդ հարցերը տալիս ես ու ամբողջ ասենք օրը դրա շուրջ ես կառուցում ինչ պետք է անեմ ես այսօր որպեսզի ինքը կարողանա բանտից դուրս գալ Ռուբեն Վարդանյանի մասին խոսեցինք, ես ուզում եմ այդ զուգահեռները մի փոքր էլ անցկացնել էմոցիոնալ, մենք անդադ սպասում ենք, որ Տիկին Վերոնիկան նոր նամակ կստանա պարոն Վարդանյանից, կկարդա, մենք տեղեկություն կստանանք եւ այդ մի ժամանակ էլ նայում ենք, տեսնում ենք այն նամակները, նայում ենք եւ լսում ենք այն նամակները, որ ավետիքներ գրում եւ ձեր միջոցով մեզ էլ հասնում։ Այ ամեն անգամ այդ նամակները ստանալուց, ընթերցելուց, վերլուծելուց ինչ ապրումներ եք ունենում։ Դե բնականաբար շատ կարոտում ենք իրար, բայց նաև պետք է երևի պատկերացնի ավետիքին, հա, ավետիկը որտեղ որ հայտնվում, ասում է այդտեղը կազմակերպել։ Օպտիմալացնել բոլոր process-ները դերսում ու նաև ինքը դες բավական մարտական է տրամադրված ու հետո ես կարծում եմ որ մարդ մեծ հասունացած ասենք կայացած տարիքում երբ որ մնում է բանտ երբ որ ինքը փաստացի ոչ մի մեղ չի գործել հա այսինքն ինքը իր խիղճը ոնց որ հանգիստ է իր ասածի համար ինքը չկա ինչ որ դες բան մտքեր չունի այն մայ որ պիտի զղջա ապաշխարի այսինքն ինքը ճշտի կողմում է հա այսինքն ճշմարտության կողմում ինքը բավական մարտական տրամադրված իր ասենք բոլոր կենտրոնացավ էլի գիրքեր կարդում հոդվածներ էր գրում մենք ոնց որ այդ մնացած ֆրոնտապով մենք բայց որ ինքը իր ամասը նույնպես անում էր նույնպես որ ես կարծում եմ ինքը իր կողմից ասենք լրացուցիչ դժվարություն չէր ստեղծում իր համար հա Ես իդեպ ավելացնեմ ամենը ասացին որ ինձ թվում է հետադարձ եկել է որ անայդ այդ ամեն ինչի մեջով ուղղակի հերոսաբար անցավ հերոսաբար որովհետև ինքը դարձել էր մեր ընտանիքի դեմքը ինչ որ իմաստով նաև այն մարդիկ որոնք այդ սադրանքը սարքել էին ինձ ազատազրկել էին եւ այլն հասկացան որ եթե ես դες կին ունեմ իրենք չեն կարող ախտել Բրավո պատուցեմ աղանդերը Սիրով աչքով Հələ մինչև այն ինչ որ մատուցել եք լավն է եղել Մերսի
Պատրաստելու եմ կիտրոնով, խնձորով եւ թխվածքաբլիթով շատ հեշտ աղանդեր։ Սկզբի համար եփեք կիտրոնը, տեսեք ես արդեն այստեղ եփել եմ, եփում եմ, եռացնում եմ, որ փափուկ լինի։ Մանրացնում ենք թխվածքաբլիթը։ Այն ինչ որ կա խանութում կամ ձեռքի տակ, ամենապարզ, հասարակ եւ ձեր քիմքին հաճելի թխվածքաբլիթը։ Հեռացնում ենք կիտրոնի կորիզները։ Հարում ենք կիտրոնը մի փոքր ձիթայուղով։ Մանրացնում ենք մի փոքր խնձորը, որ կրկին հարենք։ Խնձորն ու կիտրոնը հարեցի միասին, թխվածքաբլիթի փշրանքը սարքեցի, հիմա պետք է հարեմ սերուցքը 35% յուղայնությամբ։ 200 միլիգրամ ամբողջովին բավական է։ Հարած սերուցքին ավելացնում եմ նաև շաքարի փոշի։ Ավելացնում եմ նաև վանիլի էքստրակտ, սկսվեց։ Ավելացնում ենք հիմա խնձորով եւ կիտրոնով պատրաստված այս խյուսը։ Ես ավելացնում եմ նաև Armenia Wine ընկերության V&M կոնյակը 5 տարեկանը։ Իհարկե 3-ը ավելի լավ կլիներ օգտագործել աղանդերի մեջ։ Եվ սկսում եմ ավելացնել թխվածքաբլիթի փշուրը։ Եվ սկսում ենք գնդեր պատրաստել, թաթախել կակաոյի փոշու մեջ եւ տեղափոխում եմ սառնարան։ Իհարկե լավ կլիներ 1 օր մնալ, բայց նույնիսկ հենց հաջորդ վայրկյանին կարող եք վայելել։ Կարող եմ արդեն մատուցել աղանդերը, տեսնում եք սառնարանի շնորհիվ եւ ֆերմենտացիա է տեղի ունեցել եւ իհարկե ավելի ամրացել են մեր գեղեցիկ գնդերը։ Պատմեմ։ Կիտրոնով, խնձորով, սերուցքով, թխվածքաբլիթներով, կոնյակով, ձեռքով պատրաստված եւ թաթախված կակաոյի փոշու մեջ առաջարկում եմ վայելենք կոնյակով, 10 տարեկան V&M-ն է։ Կոնյակը շատ յուրահատուկ է, որտեղ հենց ամբողջ ընթացքում Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո է հնեցվել, այո։ Բաներ չէ, մասկարադն եմ միացած, կարծեմ Ընդհանրապես շատ տարբեր գործեր են Խաչատրյանից միացրած։ Բայց կներեք էլի, երաժշտությունը ոնց ազդում։ Դե ասում են, որ հեղուկը երաժշտություն միացնում ես հեղուկի վրա ազդում, ասենք այդ բաները։ Դա էքսպերիմենտ էին արել նույնիսկ, թե ռոք երաժշտության ներքո ջրի կառուցվածքը ինչպես է փոխվում, էներգիան ինչպես է փոխվում, դասական երաժշտության ժամանակ ինչպես է փոխվում։ Եկեք փորձենք տեսնենք ոնց է փոխվում։ Փորձեի հասկանալ, ինչ լավ արեք։ Վերջապես հասկանալ։ Սա ֆրանսիականի է նման։ Ավելի բան, ավելի փափուկ է։ Ավելի, հա, ֆրանսիական համուն է, հա։ Ես զգացվում եմ հայկականից տարբերվում է։ Շատ լավ կոնյակ է։ Հիմա տեսնենք ինչպեսին է ձեր դեսերտը։ Ես մանկական փոքր ժամանակից ես բաներ եկում։ Ես հիշում եմ մեր տանը սարքում են։ Այս դեսերտն է համիվան։ Շատ լավն է։ Այն ինչ որ մեզ մանկություն Մանկություն, Ինձ թվում է դուք իզուր ձեզ տերագնահատում եք, շատ լավով դեսերտ է։ Հա։ Հա, շատ լավն է։ Կանոցը անգերազանցել էր, այնպես որ։ Օ, շնորհակալություն։ Ժպիտ պարգևեցիք ինձ ձեր խոսքերով։ Երեխաներից ով է ամենալավ խոհարարը։ Մեր մեծ աղջիկը։ Մենք իրականում մի աղջիկ ունենք 3 տղա։ Այո։ Բայց մեր աղջիկն ու իրականում մեծ տղաներից մեծը ինքն էլ է սիրում պատրաստել։ Բայց մեր աղջիկը միշտ հետաքրքրվել է ինքը փոքր տարիքից, ոնց որ դուք եք պատմում, ինչ որ բաներ է փորձում, պատրաստում էր միակ բանը, որ շատ լուրջ փոխվեց 18 տարեկանում, նա շատ կտրուկ դարձավ բուսակեր, ընդ որում ոչ միայն բուսակեր, այլ վիգան։
Ու ստիպված էր իր ամբողջ այս ճաշացանկը վերանայել, որը ինքը պատրաստում էր, մինչև այդ շատ էր սիրում, ասենք, մսային ուտելիքներ, բայց դե ինչ գաղափարական Հողի վրա։ վրա, որոշեց, որ միս ինքը չի ուտի, դա բնության համար վատ է, բնապահպանական խնդիրների համար վատ է։ Ինքը համարում է, որ անասնապահությունը նպաստում է այսպես կոչված ջերմոցային էֆեկտին եւ գլոբալ տաքացմանը։ Եվ ունի դրա բացատրությունը։ Չէ, բայց ճիշտ է, դա իսկապես տենց է։ Դա իսկապես տենց է, որովհետեւ ասենք այն խոզի միսը, որ մենք ձերը ճաշակեցինք, այդ խոզը, որ աճացնում եք, խոզը բավական մեծ քանակությամբ մեթան է արտանետում։ Իրականում կովն է կարծում ավելի շատ մեթան։ Կովն էլ կովը ավելի շատ մեթան են արտանետում եւ դա այդ ջերմոցային էֆեկտի ամենավնասակար գազն է։ Ամենավնասակար գազն է, որովհետեւ ինքը ամենամեծ բան ունի, էլի, այսպես ասած արտացոլման գործակից ունի։ Եվ աղջիկս այդ դրա հիման վրա որոշել է, որ ինքը չի ուզում նպաստի գլոբալ տաքացմանը եւ դրա համար անցել է բացարձակ բուսակերություն։ Հարգում եմ։ Մենք ենք հարգում ենք, բայց պատկերացնում որ դա բարդություններ առաջացնում է ընտանիքում հավանաբար։ Շատ մեծ, բայց մենք նկատել ենք, որ նախ ինքը հասկացա, որ ամեն դեպքում եթե նման ասենք որոշումը կայացրել, իր ուտելիքի պատասխանատվությունը տեղափոխվում է իր վրա հիմնականում, այո։ Պիտի պատրաստի, բայց ես կասեմ, որ մեր տատիկներն էլ երբ որ հյուրա գնում, տատիկները միշտ փորձում են իր համար հատուկ ինչ-որ բաներ պատրաստել, ինքը կարողանա ուտել։ Ու դառնով գտել է իր ասած լուծումները, հա, կյանքում թե ինչպես մնա վիգան։ Ու շատ համար շատ կարևոր է, դա անցել է արդեն 6 տարի։ Ինքը անփոփոխ նույն գաղափարախոսության մեջ։ Իսկ ունի այդ պայքար ընտանիքի մյուս անդամների հետ, բացատրելու, համոզելու, ցույց տալու, որ այս ճանապարհը սխալ է, այս ճանապարհն է ճիշտ, եթե դուք ուզում եք բնության հետ համերաշխ լինել եւ այլն։ Գիտեք ոնց իր վրա ոչ մեկ չի փորձում ազդել, որպեսզի փոխվի սկսի։ Դու տատիկներն իսկ սկզբից փորձում էին։ Տատիկները անպայման փորձեն։ Եվ ամեն անգամ մի բան էլ ավել սարքին, որ կարող է այս անգամ։ Հա, կամ ասենք թե փորձեն նույնիսկ այդ խարդախորեն ինչ-որ մի կտոր կարող ավելացնել ճաշին, հա։ Բայց անկարծ ինքը դրա մասին չիմանա։ Չէ, մենք ինքներս ոնց որ չենք փորձում իր այդ որոշումը փոխել, բայց ոնց որ նաև ներքին համաձայնություն ունենք, որ չենք փորձում իր վրա ազդել, հա, ինքը մեր վրա չի փորձում ազդել, մենք իր վրա չենք փորձում ազդել, ու մնում ենք մեր ոնց որ ուտելիքների նախընտրությունների շրջանակներում, բայց եթե իրեն հարցնաս, ինքը իհարկե բնականաբար շատ մանրամասն հիմնավոր կբացատրի, կասի թե ինչ ենք մենք սխալ, ինչ է ասենք դա որոշումը ճիշտ։ Մեր տղաներից մեկն էլ բուսակեր է, բայց ոչ ամբողջական բուսակեր, մոտավորապես 10 տարեկանում ինչ-որ փիլիսոփայության գիրք կարդաց, ասաց, որ դա սխալ է, բայց ինքը ավելի շատ էթիկական լողներից ելնել է, ոչ թե բնապահպանական, այդպես չի կարելի, բնական ոնց որ շնչողակներ են ու ես չեմ ուտել։ Ձու բան ուտված։ Ինչն է ձեզ բոլորիդ 6-իդ հավաքում մի սեղանի շուրջ։ Ձեր այսքան զբաղված գործերի մեջ, խնդիրների մեջ, աշխարհի հետ, երկրի հետ եւ այլն եւ այլն։ Նոր տարին։ Դա ես ասեմ, մենք ընդհանրապես ասած շատ հազվադեպ ենք հավաքվում նույն սեղանի շուրջը, որովհետեւ մեծ երեխաները բոլոր ուսանող են։ Դրա համար հարցրեց ինչն է ձեզ հավաքում։ Դե ասում եմ նոր տարին։ Մեծերը ուսանողներ են, ընդ որում երեքն էլ երկրից դուրս են հիմա սովորում։ Բայց ի պատիվ իրենց, այո, նոր տարում բոլորը գալիս են, որպեսզի ոնց որ միասին նշենք տոնը, ամենափոքրն է, որ մեր հետ ապրում հիմա։ Մեր մեծ աղջիկը արդեն մագիստրատուրայում է սովորում, բավական հասում է, ինքը արդեն նույնիսկ կլասիկի մասով ուսանող էլ չի, որտեղ ավարտել է, աշխատել է, հիմա մագիստրատուրայում է սովորում, գիտահետազոտական աշխատանքով է զբաղվում, թեզիս է գրում եւ այլն, բավական հասուն ու այդպես կազմակերպված մարդ է։ Բայց այդ ընտանիքի ներսում այդ կապող բանը իրականում կատակ եմ անում, որ նոր տարին առիթն է, բայց ասենք երբ որ երեխաները արձակուրդներ ունեն, բոլորը հավաքվում են, աշխատում են, շփվում եւ ոչ միայն մեր հետ, իրար հետ, տատիկ, պապիկների հետ, գալիս են իրենց այդպես շրջապատի հետ են այստեղ փորձում հարաբերությունները վերաթարմացնել, այդ իմաստով իրենք այդպես կապված են եւ ընտանիքի հետ եւ երկրի հետ։ Ձգտում են, հա, ասենք եթե հնարավորություններ են, ասենք արձակուրդներն են կարող են գալիս են, ասենք ոնց որ զգուշությունը կարող լինեն, մեր հետ լինեն, մեր կողքին լինեն, այս մեր ընդհանուր ոնց որ միստիկացին ընտանիքի մասնակցեն, մեր հետ ինչ-որ տեղեր գնան, այսինքն այդ ընտանիքը միգուցե դեռ շատ մեծ չեն տարիքով, այսինքն հասուն են, բայց դեռ ոնց որ շատ չեն ինքնուրույնացել, ասում միշտ այդ կապը կարևոր է, հա, որ ծնողներին հետ գաս ոնց որ մեծերի հետ մի քիչ լինես, մի քիչ երեխաս գաս, մինչև երևի մեծանան այդ
օգվելու Պատկերացնում այդ բաց թողնելը ինչքան դժվար է իրականում։ Մի բանի մասին եմ ուզում խոսել, որ թվում է թե մեր օրերում արդեն պիտի որ չխոսեինք, բայց արի ուտես, որ որքան շփվում ես, այդքան հասկանում ես, որ չկան հասարակության մեջ կարծրացած խնդիրներ, որոնցից ազատվելը շատ բարդ է։ Դրանցից մեկը, երբ ընտանիքում ծնվում է երեխա, որը իր աշխարհով է ծնվում եւ տարբեր է մյուսներից։ Ձեր կյանքում ձեր 4-րդ երեխան ծնվեց իր աշխարհով, իր տարբերությամբ հասարակությունից, մարդկությունից եւ իր ձևով։ Ես կուզենայի դուք ձեր փորձով, նաեւ այս փոքր զրույցի ընթացքում փորձեինք մարդկանց մեկ անգամ եւս ուղղորդել իրականությունը ընդունելու եւ հաշտ ապրելու այդ արվեստին, այդ մշակույթին, այդ մոտեցումներին, ինչպես սովորեցնենք, ինչպես անենք։ Գիտեք, մենք իսկ մենք երբեք ինքներս դրա հետ ոչ մի, ասենք, խնդիր չենք ունեցել։ Ահա, սկզբից իհարկե կա այդ միգուցե ափսոսանքը, ցավը, որ գիտես, որ երեխան իր ունակությունների, իր հնարավորությունների սահմանափակ կլինի, բայց մյուս կողմից եթե նայեք այդ երեխային, ինքը երջանիկ երեխա է, այսինքն ինքը չունի ներսից ոչ մի ափսոսանք կամ ոչ մի, ասենք, թերության զգացողություն, ինքը իր ասենք, հնարավորություններով, զգացողություններով ինքը երջանիկ է։ Մենք պետք է ընդունենք իր երջանկությունը, համարենք, որ ինքը այդպեսին է, երեխան ուղղակի աուտիզմ ունի, երևի պետք է այդ բառերը ասել, օգնենք իր այն զարգացման հարցերին, որոնք հնարավոր է օգնեն, հա, ասենք կան ինչ-որ թերապիաներ, պարապմունքներ, խոսքի զարգացում, որոնք իրենք օգնեն, քիչ թե շատ ինքնուրույններ կյանքում, ու նաև ապահովենք այն ինչ-որ հնարավոր է, որպեսզի եթե այն հարցերին, որ ինքը ինքնուրույն չլինի, ամենատպես ինքը նույնպես, ասենք, կյանքում կարողանա գոյատևել։ Իսկ մա շատ մարդկանց մոտ այդ չընդունելը, ոնց որ այլ մարդկանց կարծիքից վազ գալը կամ չհասկանալը, որ խնդիրներով երեխաները իրենց վարքը, իրենք իր ձևին, որտեղ կողքից կարա թվա մեկ-մեկ, որ ինքը ագրեսիվ է, որ ինքը ճարճիճի է, բայց ոնց որ այդ այլ մարդկանց պետք է կրթել, որոնց վերաբերմունքը, ասենք, կարա բացական լինի, իսկ ինքը դու առաջին հերթին պես նա պետք է հասկանալ, որ երեխան երջանիկ մարդ կարա մեծանա, եթե դու ինքդ իր վրա քո, ասենք, նեգատիվով չդարձնես իրան դժբախտ։ Ես ավելացնեմ, տեսեք, մեր իսկապես կրծերը Արամը բան ունի, աուտիզմի որոշակի դրսևորումներ ունի, եւ սկզբում մի քիչ դժվար է այդ գիտակցության հետ հաշտվել, որ ասենք երեխան դա նույնիսկ հիվանդություն էլ չի, դա որոշակերում տենց ի ծնե ձև է, որով երեխան ուղղակի արտաքին աշխարհի հետ այլ կերպ հաղորդակցվում, ինքը սովորական մոդելի մեջ չի իր հաղորդակցությունը, ինչ որ իմաստով մի քիչ տենց բան է, էլի, հաղորդակցությունը ասիմետրիկ է կարելի ասել։ Մենք իդեպ ուշ հասկացանք դա, ինքը արդեն 4 տարեկան էր, երբ որ մենք սկսեցինք հասկանալ, որ իր մոտ աուտիզմի դրսևորումներ կար, մեզ թվում էր, որ ուղղակի իր խոսքն է ուշանում, որը մյուս երեխեքն էլ էին, տղաներն էլ էին ուշ խոսել։ Ու մեզ թվում էր, որ իր խոսքն է ուշանում, բայց հետո հասկացանք, որ խնդիրը մի քիչ ուրիշ է, այդ ժամանակ դեռևս վերջի տարիներն էր, որ մենք Մոսկվայում էինք ապրում ու վերադարձանք իր հետ։ Եվ ասեմ ձեզ, որ նախ Հայաստանում այդ իմաստով լավավոր որոշակի ենթակառուցված կա, օրինակ կան զարգացման կենտրոններ, որտեղ երեխայով զբաղվել են, կա դպրոց, որը երեխան հաճախում է, ունդեղ հատուկ ուշադրություն է հատկացվում այն երեխաներին, որոնք աուտիզմի հետ կապված խնդիրներ ունեն։ Անայդ հետաքրքիր բան ասաց, ինքը իրականում ուրախ եւ երջանիկ երեխա է։ Ինքը չի հասկանում այն խնդիրը, որը ինքը ունի, ու այդ խնդիրը իրականում արտաքին աշխարհի հետ լիարժեք հաղորդակցության խնդիրն է։ Հիմա դու պետք է իրեն օգնես իրականում, այսինքն տարբեր տեսակ բաներ կան, միջոցներ կան։ Ասենք սկսած դիաբուժությունից վերջացած լողով ենթադրենք, բայց ամենակարևորը ես զգացել եմ էլի այս ընթացքում, իրան սիրով շրջապատելն է։ Այդ երեխան անդադ պետք է սիրված լինի, ինքը պետք է զգա, որ ինքը ուշադրության կենտրոնում է, ինքը պետք է զգա, որ դու մեմ ասած իրան ոչ միայն չես բանարել, չես հեռացրել, ընդհակառակը մոտեցրել ես, որովհետև հասկացել ես, որ այդ երեխան ավելի մեծ ուշադրության կարիք ունի, ավելի մեծ սիրո կարիք ունի, ավելի մեծ ջերմության կարիք ունի, ավելի մեծ ջանքի կարիք ունի, բայց երբ որ դու դա անում ես, դու նաև զգում ես, որ ինքը դա անցալում է եւ իր ոնց որ այսպես ասած արձագանքը զարգացումն է։ Այդ երեխան կանգնած չի իր զարգացման մեջ, կարևոր է դա, որ ինքը զարգանում է, ինքը ինչ որ իմաստով հետ անգած իր տարիքից երեխաներից իր զարգացման մեջ, բայց ինքը շարունակում է զարգանալ։
իր մոտ խոսքը աստիճանաբար սկսում է այդպես բացվել, հա։ Ինքը դպրոց է գնում, մաթեմատիկա է սովորում, լեզու է սովորում, այբուբեն է սովորում, բան եւ այլն, այսինքն ինքը իր տարիքի միջին վիճակագրական երեխաներից շատ հետ չի մնում իրականում, դից կարող 1-2 տարվա բանով լագով հետևներից կհասնել։ Այդտեղ ամենակարևոր խնդիրը իրականում ինքը հիմա երեխա է, մենք հասկանալ է իր հետ հարաբերվում ենք որպես երեխա։ Ամենակարևոր խնդիրը, որ ծնողները պետք է լուծեն, օգնեն, որպես ինքը լիարժեք հասուն անհատ դառնա։ Ստեղ է մարտահրավերը, որ դու կարողանաս բերես հասնես իրան ինքնաբավության կետին։ Կամ եթե ինքնաբավությունը բացարձակ լիարժեք չի, ոնց որ մեծ մասի համար հա մարդկանց, ապա առնվազն այսպես ասած այդ բանը դեֆիցիտը այնքան փոքր լինի, որ դու կարողանաս իրան կյանքում օգնես այդ լրացնի ինքը նաև ոչ միայն երեք որպես երեխա, այլ արդեն որպես հասուն անհատ ապրի լիարժեք կյանքով։ Հիմա ես կարծում եմ, որ այդ խնդիրը որ ծնողները պետք է վերցնեն իրենց վրա, որովհետև կնեք հիմա այդ երեխան այդ խնդրով է ծնվել, ու այդ խնդիրը պետք է ընդունես ու օգնես իրեն լուծել։ Ու ես կարծում եմ, ինչքան մենք ավելի գիտակից լինենք, ինչքան ավելի լավ հասկանանք խնդրի էությունը եւ մեր պարտականությունը որպես ծնող, այնքան ավելի լավ կլուծենք այդ խնդիրը, այնքան ավելի շուտ կօգնենք երեխային ինքնաբավության հասնել։ Այս հարցը ողբերգություն ունենալու զգացում առաջացրել է, թե չէ։ Գիտեք, դրանով ասում եմ, ողբերգության զգացում ինքը անհեռանկար է, այսպես ասենք, հա, դու գիտես սկսում ես դրանով ապրել, դու ինքդ ուղղակի քո էգոյի համար ես դառնում, ոչ թե դա նախ երեխային ոչ մի կու չի բերում, եթե սկսում ես այդ դա վերաբերվել, ընդհանրապես սկսում է խանգարել իրական, ասենք, խնդիրների լուծելը։ Ես ինքս չգիտեմ, ես մեջ անջատել եմ այդ ողբերգության, ասենք, այդ էմոցիաները, որ կարող են դրա հետ կապված լինեն, կարող ես խղճալ քեզ, բա ոնց կլինի, բա ինչի ես, մենք չի մեր ընտանիքը, բա մենք ինչ ենք արել, անիմաստ խոսակցություն, մանավանդ հիմա այդ երեխաները այդ տիպի երեխաները բավականին շատ են։ Մենք կարող չենք նկատում, բայց իրականում խնդիրը շատ Մոտ 2%, մոտ 2% երեխաներ։ Չեմ ասի համատարած, բայց ամեն չգիտեմ, էլի ամեն համայնքում, ամեն դպրոցում, ամեն ասենք թե ծանոթներից մեջ, եթե ես հանկարծ սկսում եմ դրանից խոսել, մեկը պարզվում է հա մենք էլ հա ծանոթ մեր եղբոր երեխան, մեր չգիտեմ ինչ, այսինքն ինքը շատ իրականում տարածված խնդիր է։ Հետո օրինակ այդ կոնկրետ այդ հաշմանդամության տեսակը ինքը նաև շատ տարբեր դրսևորումներ ունի, շատ թեթև ու քիչ նկատելի տեսակից, մինչև շատ, ասենք թե, ու դրանք էլ ասենք թե նույնիսկ այդ բոլոր երեխաներին նմանացնել իրար համատել հնարավոր չէ։ Հետո գիտեք, ես կնեք մի բան ձեզ ասում եմ, տեսեք, ես քանի որ մարդկանց հետ շատ եմ շփվում գործի բերումով, ես զգում եմ, որ համարյա ամեն մի ընտանիքում ինչ-որ մի տեսակ մի խնդիր կա։ Մեկի երեխան աուտիզմ ունի, մյուսը երեխան ենթադրենք բան ունի։ Լսողական խնդիր ունի, ողնաշարն է ենթադրենք ինչ-որ տրավմայի ենթարկվել։ Ի վերջո մեկի երեխան գնացել է պատերազմում, զոհվել է, որ այ դա է ողբերգություն, հա, ոչ թե երեխայի ենթադրենք աուտիզմը։ Ու դու հասկանում ես, որ դու կներեք, էլի պետք է ուղղակի խոնարհաբար ընդունես այն ինչ որ Աստված քեզ տվել է։ Ու կյանքում, եթե քեզ Աստված շատ է տվել, ես համարում եմ, որ Անահիտին էլ ինձ Աստված շատ է տվել։ Ի վերջո 4-րդ երեխան էլ է շատ, չէ՞։ Այդ շատի մասն է, էլի։ Ուրեմն խոնարհաբար ընդունի եւ այն ինչ որ քեզ տվել է, եւ այն ինչ որ քեզ չի տվել, ու կյանքդ ապրի այդ խոնարհությամբ, որովհետեւ այդ դեպքում ոչ մի ողբերգություն չի լինի։ Ոչ մի ողբերգություն, դու հանգիստ կապրես կյանքդ, ավելին Անահիտը ճիշտ ասում է, կօգնես այդ երեխային, որպես ինքը լիարժեք մարդ մեծանա։ Եթե դու այդ ողբերգությունը մեջ չտելնի, անդադ իրան ես փոխանցելու, պետք չի, դա ոչ մի քաշելու, հա, մեղադրել կամ ում ես մեղադրում դրա։ Ինչ, հիմա տենց է եղել։ Ինչ դուր է գալիս, որ ձեր ընտանիքում կան նաև ավանդույթներ, որոնք միշտ պահպանում եք եւ անկախ երեխաները այստեղ են, այստեղ չեն, մեկը սովորելու է գնացել, մյուսը դասի է եւ այլն, դուք կարողանում եք այդ ձեր ավանդույթները պահել եւ մշտապես դրանց հետ ապրել։ Խոսքս նրա մասին է, որ դուք շատ յուրահատուկ բան է սա թվում, եթե պիտի սովորական բան լինի եւ բոլորը դա անեն, բայց արի ու տես ա մի բան է, որ մենք այսօր խոսում ենք որպես յուրահատուկ լավ ավանդույթ։ Խոսքս Հայաստանում շրջելու մասին է, որ դուք հիմնականում ամեն շաբաթ կիրակի Հայաստանում որևէ մի տեղ գնում եք, չնայած նրան, որ կարող է 100 անգամ եք նույն տեղում եղել եւ 5 մատի պես Հայաստանը գիտեք, բայց անընդհատ սիրում եք լինել Հայաստանի տարբեր գյուղերում, մարզերում, քաղաքներում, փոքր
շատ սիրուն ավանդույթ է եւ ես կարծում եմ, որ երբ որ մենք ասում ենք մենք սիրում եմ Հայաստանը, բայց մենք չգիտենք Հայաստանը, չենք ճանաչում Հայաստանը, նույնիսկ չգիտենք, որ մարզում որ մարզի մարզ կենտրոնը որն է, այստեղ արդեն սիրո մասին խոսելը մի տեսակ դառնում է տարօրինակից համար։ Ոնց ձևավորվեց այդ ավանդույթը ձեր ընտանիքում, ձեր մոտ եւ ինչ հետաքրքիր բացահայտումներ եք արել, որի մասին կուզենայիք խոսել եւ ես էլ մեծ հաճույքով կլսեի։ Ես գիտեք, մեր մոտ հետաքրքիր է, օրինակ իմ ծնողները, երբ որ դեռևս իրանք էին սովորում ֆիզիկայի ֆակուլտետում, իսկ ծնողներս եւս ֆիզիկոսներ են։ Ունեի ֆիզկուլտուրայի հայտնի ուսուցիչ Ընկեր Երանոսյանը, որը Հայաստանի պատմաճարտարապետական այդ ամբողջ ժառանգության մեծ սիրահարն էր։ Ու բազմաթիվ նկարներ կա մեր տանը մնացած այդ սև-սպիտակ ֆոտոներ էլի։ Մայրիկս ու հայրիկս ինչ որ մի հատ բանի բեռնատար մեքենայի թափքի մեջ իրանց ընկերների հետ միասին գնում են ինչ որտեղ արշավ էլի։ Ենթադրենք, դեռ ասեմ ձեզ, ժամանակ այդ եկեղեցիների վանքերի մեծ մաս ավերակ էր սովետական տարիներին։ Իրանք գնում են այդ ավերակները ոչ հիմիկվա հյուրանոցները կային, ոչ հիմիկվա ռեստորանները կային, ոչ հիմիկվա ճոպանուղիները կային, այդ ոչ մի ենթակառուցվածքը չկար, բացառությամբ երևի Ծաղկաձորի ճոպանուղու էլի։ Բայց այն ժամանակ, հա, ու մարդիկ էլ բեռնատարի թափքի մեջ էին այդ գնում, ոչ թե մերպես իրենց ուտելիքով։ Ես անկեղծ ասեմ, իմ մոտ այնց զգացողություն կա, որ ես իսկապես էլի մեր դրա մասին բանն է, չէ՞, ասել կարծում Վանո Սիրադեղյանն ասել, որ ես երկիրը միլիմետր առ միլիմետր սիրելու երկիր է, չէ՞։ Ես իսկապես անկեղծորեն մեր երկիրը սիրում եմ, շատ եմ սիրում, որովհետև ինքը շատ բազմազան է։ Ինքը անընդհատ քեզ բացահայտվում է ինչ-որ մի հատ նոր անկյունից, նոր ձևով, նոր գեղեցկությամբ։ Իր մեջ նաև ներդաշնակորեն իրար հետ համատեղվում է բնության ստեղծած ու մարդու ստեղծած։ Իհարկե խոսքը չգնում Երևանի մասին։ Այստեղ ներդաշնակության ահավոր կորուստ է էլի տեղ ունեցել, բայց երբ որ դու օրինակ գնում ես Նորավան կամ Հաղարծին, կամ Սանահին, հա, կամ Տաթև, մի խոսքով, այնտեղ որտեղ մեր նախնիներն են ստեղծագործել էլի, ոչ թե մեր ագահ բաները ժամանակակիցները, հա։ Այդ մարդկանց, այսինքն էսթետիկական ճաշակը, հոգևոր զգացողությունը, բնության ընկալումը ֆանտաստիկ է, այսինքն իրանք նենց են արել, որ իրանք ստեղծածը օրգանապես միահյուսվել է բնությանը։ Եվ դու դա զգում ես։ Եվ երբ որ դու դա զգում ես, այդ բնության, երկնքի, երկրի, քարի եւ ամեն ինչի ներդաշնակությունը եւ մարդու բնականաբար որ դա ստեղծել է, դու զգում ես դրա հոգևոր խորությունը, դրա հոգևոր իմաստը, դրա հոգևոր էներգիայից է սկսում սնվել։ Դրա համար գիտեք այդ ոնց է, ես այլ կերպ չեմ էլ պատկերացնում ընդհանրապես ասած, էլի, այսինքն բա ինչի համար ենք ապրում ենք նաեւ այդ հոգևոր սնունդը ստանալու համար։ Կարողանայի ամեն օր կգնայի իրականում, էլի, ոչ թե շաբաթ-կիրակի օր ամեն օր կգնայի։ Ու մտածում եմ, չգիտեմ, եթե ինչ որ մի հատ քաղաքականությունից մենք դուրս գանք կամ այս ընթացիկ տարբեր գործունեությունից, պետք է ամեն օր այդ անել։ Անընդհատ լինել այնտեղ, որտեղ դու Աստծուն ես մոտ, այնտեղ, որտեղ դու այդ մարդկային էներգիային ես մոտ։ Նույնիսկ բաներ չունել, ուրիշ հատուկ բացատրություն չունի։ Շատ սիրուն ավանդույթ, հա, եւ իսկապես մի երկու բառ երևի ավելացնել, մենք սկսեցինք այդ ոնց որ արշավ չէ, մի գրական մեքենայով ենք գնում, mēs մանչ անենք շատ չգովենք, հա։ Երբ որ տեղափոխվեցինք արդեն վերջնական Հայաստան 2021 թվականից հետո ու այդ ասենք սա բանտարկությունների պատմությունները վերջացան, դրանից հետո սկսեցինք շաբաթ-կիրակի օրերը գնալ ու ընդ որում մոտեցումը հետևյալն էր, որտեղ մենք իհարկե եղել ենք բոլոր մեծ հայտնի ասենք վայրերում, այսինքն փորձում էինք այնտեղ, չգիտեմ, սոցիալական մեդիայի էջերից կամ ինչ-որ մեր ծանոթների հրապարակումից կամ ինչ-որ մի հատ տեղ էինք գտնում, որ մենք չենք եղել ու նայում ենք, տեսնում ենք հետաքրքիր բան կա ու գնում ենք որպես կան սիրում ենք այնպիսի տեղեր գնալ, որտեղ միջև այդ ոչ մի անգամ չենք եղել։ Ես եմ սիրում եմ շատ տարբեր տեսակ ավերակներ, ավետիքը սիրում եմ գործող եկեղեցի, ասում չէ, չգիտես, տեղ ինչ-որ քանդած բան կա։ Արի գնանք գանանք։ Ու բացահայտումները եղել են իհարկե շատ տպավորիչ։ Իրականում մենք իսկույն շատ քիչ գիտենք, թե ինչ ունենք Հայաստանում։ Նույնիսկ Երևանում կան տեղեր, որ մենք պատկերացնում ենք շատ սահմանափակ մենք ունենք ընկերներ ենք, որոնք վայրեջրում են ապրում, գնում ենք իրենց մոտ, այնտեղ տարբեր ուղղություններով այնպիսի տեղեր կան, անսպասելի ուղղություններ կան, որ չեմ ես չէի սպասում։ Սուրբ Սիոներ կոչվում են եկեղեցին։ Սուրբ Սիոնը, Գնդեվանքը, Մարտիրոսի Վիմափոր եկեղեցին։
Մանը Թանահատի վանքը եւ այլն։ Օրինակ իսկապես Վայոց ձորը, ես չգիտեմ, օրինակ դու Գնդեվանքում եղել եք թե չէ, Գնդեվանքում գնում ես բանի միջոցով, չէ, կիրճի միջոցով։ Այդ կիրճն էս ֆանտաստիկ գեղեցկությունն է, մեջն էլ այդ բանը վայ, Բեզվարյան այծեր են արածում եւ այլն։ Ֆանտաստիկ է, դու այդ նայում ես մտածում ես, ասում ես լավ Էլ որտեղ կարող ես դու sense բան տեսնես, էլի։ Բայց ճանապարհով, այսինքն նորմալ մեքենա չի անցնի, հազիվ մի կերպ անցնում եք, այնտեղ վերջում վանքը, այսինքն այդ մարտիկ ապրում են լրիվ անմահ։ Ես լրիվ ձեր հետաքրքրությունը կիսում եմ, որովհետև ես ինքս էլ ամեն շաբաթ կիրակի պարտադիր լինում եմ Հայաստանի որևէ մի գյուղում, մարզում, խենթանում եմ ուղղակի գյուղացիների տուն գնալ, դուրը ծեծում եմ ուղղակի, մի բաժակ սուրճ կտակ, ասում ձեր կերպարը ամբողջական դառնային մարդկանց մոտ, ովքեր որ դիտում են, արդեն վստահ եմ հասկացան, որ 4 զավակների մայր հրաշալի կողակից, որ ոչ միայն մեքենաներ ցեխից հանում, այլ նաև ամուսնուներ բանտից ուզում անել։ Այո։ Այսպես կես շատ ուղիղ կապ ունեն, մայրով կարողանում է 4 երեխաների համար այսպես դառնալ, մերան նաև ոնց հասկանում եմ, նաև կին, մի փոքր բացահայտենք, այո, որտեղ դուք նաև աշխատում եք, ունեք ձեր հետաքրքրությունները։ Ես տորտ ուտեմ էլ այդ ընթացքում։ Հա, դուք հանգիստ վայր եք։ Ես իրականում աշխատանքային ունեմ, ասենք, որոշակի աշխատանքային զբաղվածություն, բավականին լուրջ միջոցից բիզնես խորհրդատու եմ, աշխատում եմ բանկերի հետ եւ այլ մասնավոր ընկերությունների հետ տարբեր թեմաներով։ Այդ ոլորտում ես աշխատելու շատ վաղուց, երևի այն ժամանակվեց, երբ որ Մոսկվայում տեղափոխվել, ու անդադ այդ ոնց որ տարբեր ընկերություններում աշխատել եմ։ Աշխատանքից դուրս հիմնականում երևի իմ ամենամեծ հետաքրքրությունը սպորտն է, որով ես զբաղվել եմ ավելի քիչ, ավելի շատ, ասենք, տարբեր տարիների ընթացքում, բայց մի պահ կա, որ ես սպորտին նվիրում եմ օրվա կես այդ պահին, մի քիչ ավելի քիչ էի աշխատում, ու զգում եմ, որ եթե ինձ ոչ մի բան, ասենք, տանը, ասենք, չշեղի, ես երևի ամբողջ օրը սպորտով կզբաղվեմ։ Լողը իմ ամենասիրած մարզաձևն է, լողով ես սկսել եմ զբաղվել 9 տարեկանից գնացել եմ սպորտ դպրոց, 3 տարի պարապել եմ սպորտ դպրոցում լող, հետո ինչ-որ պատճառով, ասենք, լողը թողել էի ու այլ սպորտաձևեր էի փորձում, բայց անդադ ինչ-որ սպորտաձև փորձում էի։ Հետո ավելի մեծ տարիքում սկսեցի վազել, մի պահ արդեն եռամարտով էի զբաղվում, լող, հեծանիվ ու վազք։ Հիմա հիմնականում էլ զբաղվում եմ լողով, լողի երևի ամենամեծ ձեռքբերումը դա 2021 թվականին մասնակցել էի Սևանում լողի մրցույթ կար, որը կազմակերպել էր Էքսպոտրոս ընկերությունը ու Սևանի թերակղզուց դեպի Կապտակ Սևան, այդտեղ բան էր, ոնց որ լող կար 6 կիլոմետր, տարբեր չափերի 6-ից 7 կիլոմետր, իմ ժամացույցը ցույց տվեց 6, որոշ մարդիկ հաջողացրել են այդտեղում 7 կիլոմետր լողալ։ Այդ մրցման ժամանակ ես նույնիսկ երկրորդ տեղն էի զբաղեցրել, դրանց պատրաստվել էի, մի ամբողջ տարի դրան պատրաստվել էի։ Ու հիմա երևի թե լողը մնում է իմ ամենասիրած սպորտաձևը։ Ես շաբաթ 3 անգամ մարզվում եմ առավոտյան ժամը 9-ին գնում եմ լողի։ Բրավո։ Այդ որ դուք պատկերացնեք, որ մենք ամառոցով ենք գնում, ես ու Անահիտը դուրս են գալի միասին 3 կիլոմետր լողում ենք։ Ստանդարտ առավոտը միասին առավոտը ժամը 7-ին դուրս են գալի 3 կիլոմետր լողում ենք, բայց իհարկե անուն արտահայտություն պետք է ասել, որ ինքին ձեզ առաջանում է։ Բրավո, նաև հասարակական գործունեություն եք ծավալում, եթե չեմ սխալվում։ Ես դե մի քանի ուղղություն կա, որում ներգրաված եմ։ Հիմնականը երևի այն է, որ ես զինապահ հիմնադրամում հոգաբարձու եմ, հոգաբարձության անդամ եմ եղել 21 թվականից, 2025 թվականի հոկտեմբերին վերընտրվել եմ ու շարունակում եմ մնալ հոգաբարձու, դա երևի թե ասենց իմաստալից գործունեության ամենակարևոր կետերից մեկն էր, մանավանդ պատերազմից հետո ինձ համար շատ կարևոր էր, երբ որ այդ առաջարկը ստացա։ Բացի դրանից երկար տարիներ կազմակերպել եմ կազմակերպչական թիմում եմ եղել Երևանի մարաթոնը եւ այլ վազքի մրցումներ, այս տարի մի քիչ փորձում եմ հանգստանալ այդ կազմակերպչական աշխատանքից։ Հիմնականում դա նաև մեկ երբեմն ինչ-որ դասընթացներ եմ անցկացնում հիմնականում ֆինանսական գրագիտություն կամ բիզնեսի հետ կապված տարբեր խմբերի համար։ Դա այպես մի քիչ սիրողական, մի քիչ մասնագիտական, բայց ասենք ավելի շատ, քանի որ ֆինանսների առանձնապես սերուն եմ, այդ ֆինանսների մասին միշտ սիրում եմ պատմել։
մարդկանց։ Բրավո։ Ես Չասես, բայց 3 ժամկետ էլ եղել է այբ դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ եւ ըստեյության օգնել է որպեսզի այդ հրաշալի դպրոցը ոտի կանգնեցվի, այո։ Այո։ Շատ ափսոս որ եկավ այն պահը, որ պետքա տեսություն ասենք իրար, բայց այո, ինչ արած։ Գալիս է միշտ այդ պահը, եւ սկսում են այլ պահեր, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր կյանքի պատմությունը ինձ վստահելու համար։ Այսպես կողքից դիտորդի կարգավիճակում համ պատմում եք, համ ես տեսնում եմ իր տեսակ այդ ամեն ինչը, եւ ես գիտեմ, որ դժվար օրեր լինելու արժևում, ինչպես բոլորիս կյանքում, եւ ինձ համար հաճելի է տեսնել մի հայ ընտանիք, որտեղ այսպես սատար են կանգնում կին ու տղամարդը իրար, ինչը շատ հաճելի է եւ շատ ուսուցողական է։ Հուսամ բոլոր այն մարդիկ, ովքեր մեզ դիտեցին, այս պատմությունից իրենց համար օրինակներ վերցրեցին, թե որ պարագայում ինչպես կարելի է վարվել կամ փիլիսոփայորեն նայել գուցե ինչ-որ հարցերի, որպեսզի կարողանաս անցնել դրա վրայով կամ դրանց հետ միասին պատվով։ Շնորհակալություն, շատ հաճելի էր։ Դերմիր ջան, մենք ինձ շատ շնորհակալ։ Հյուրասիրության համար։ Այո, ֆանտաստիկ հյուրընկալություն էր։ Հյուրընկալության համար։ Շատ մեծ ջերմություն, ինչ որ իմաստով այն հրաշալի միջավայրն հրաշալի մթնոլորտը, որ դուք ստեղծել եք այսօրվա մեր քննարկման համար, չնայած դուք դա հարցազրույց անվանեցիք, բայց իրականում ոնց որ ավելի շատ քննարկում էր մեր երեքի միջև։ Իսկապես շատ երախտապարտ ենք ձեզ, շատ շնորհակալ ենք ու ձեզ ուզում ենք ցանկանանք, որ այս հրաշալի ծրագիրը, որ դուք իրականացնում եք, ձեզ մշտապես նոր, հետաքրքիր, ինչ որ իմաստով տենց սովորականից դուրս հյուրեր բերի, դուք էլ ուրախացնեք ձեր ունկնդիրներին, ձեր կենաց, շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալություն, մերսի։ Ձեզ շատ շնորհակալություն։ Ցտեսություն։ Տեսություն ձեզ։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Կտուր AM